Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, դուք սենց սիրուն տեղավորվեք ձեր տան բազմոցներին, աթոռներին, բազկաթոռներին, չգիտեմ, մասաժնի աթոռներին, ով ինչ ունի, տաբուրետկաներին, ով ինչ ունի, հարմար տեղավորվեք, որ դիտեք մեր հերթական overdose-ը, ինչպես գիտեք, մենք քննարկելու ենք շաբաթվա հետաքրքիր, կարևոր իրադարձային նյութերը, նորությունները։ Ամեն հաղորդման սկզբում մենք միշտ անդրադառնում ենք, թե նախորդ հաղորդման հետ կապված ինչ մեկնաբանություններ եք թողել, նախ անչափ շնորհակալ ենք ձեր ոգևորող լավ մեկնաբանությունների համար, այնքան լավ բաներ են գրել, հատկապես ինձ, Այս անգամ իսկապես ինձ թվաք ֆեյքերն էին։ Իսկ քիչ էր մնում խեղտեին, որ ես առաջարկել եմ բերանը սկոչել, այս անգամ սկոչել իմ բերանը։ Իմ հետևորդները հանձնված եմ հավատարիմ Դու եք հաստորեն ֆեյքերի պոակ ունես։ Ֆեյքերի չասում հետևորդներ, մաքուր, հալալ, զուլալ, իմ արդար վաստակին հետևողներ, ընտիր հետևորդներս, ասենց թասիբիս էին կանգնել, ասել էին ոնց ռիպսիմեին, Բայց դու բերել ես սկոչ։ Չէ վախեցա։ Հա, իսկական, չնայած մենք ժողովրդավարության բաստիոնում ենք, հա։ Բայց գիտես, իրականում հույսել չունեի, մեկը սկոչից տակից Ու գիտես, չէ, այս հաղորդման բանից դուրս ասեմ, մենք մի քանի օր առաջ Ռիպսիմեի հետ մի հատ ուրիշ հաղորդման էինք, որ ավելի շատ խաղի էր, հա։ Մաֆիայի էր, ու ես վրեժ եմ լուծել, ու ես սև խաղացող լինելով ամենաառաջինը Ռիպսիմեին հեռացրել եմ, որովհետև ինքը չէր էլ թողելու, որ մենք խաղային խոսելու էր, ընդ որում չէ, գիտես խնդիրը նաև ինչն էր, որ փրկեցին իրան, էլի հելավ եկավ այն աշխարհից, եկավ այն աշխարհից, փրկվեցի, բայց մեկը օգուտ նման հարցի մոխիներից, բայց մեկը էլի օգուտ չեղավ, ես երկրորդ գիշեր նորից իրան հեռացրեցի ու մենք մնացինք, խաղացինք, հետևողական ուզում են ինձ վերացնել, ֆիզիկապես ոչնչացնել, բայց դա չի հաջողվել, ինչպես տեսնում եք, ես էլի այստեղ եմ, պապան է ինձ ասում, բայց քոնն էլ տենց է, էլի, ասում ա լեզու չի, ֆայտոն չու պլետ։ Բայց եկեք ասենք, թե ինչեր են եղել այս շաբաթ, պոստը ինչ-որ այդ մոծակ։ Նախ մեկնաբանություն, մի քանի օգտատիրոջ մեկնաբանություններին կուզեմ անդրադառնալ, մենք հետևել ենք ուշի ուշով ձեր բոլոր մեկնաբանություններին, ինչպես ասացինք, շատ շնորհակալ ենք դրանց մեծաթիվ մասը իսկապես մեզ ոգևորող է, լավ բաներ էին մեզ գրել, այնտեղ արփի ուզողներ գրել, որ եթե ինձ տեսնի կսիրահարվի, լավ բաներ են գրել։ Հա, գրել է, սենց հետևողական, բայց մեկը իմ պատասխանը արտասան եմ էլի, չեմ դավաճանի ես իմ նյութին։ Որքան էլ դյութես, Շամիրամ, դու Շամիրամ, այո։ Ուղղակի ասել եմ, մարտը լրագրություն։ Լրագրությունն է, դե ասել եմ անցած Խառը ժամանակներում ենք ապրում։ Ճիշտ ուրիշ բան կարող ասել։ Խառը ժամանակներում ենք ապրում։ Մեկնաբանություններում խնդրում են Փաշինյանի ձենը անջատել, ասում են խնայեք մեր նյարդերը, հասկանում ենք, ձեր դրության մեջ իրոք մտնում ենք, բայց չենք կարող իշխող ուժին վարչապետին չանդրադառնալ եւ հիմնական լրահոսը, այսպես ասած, ինքն է լցնում, ցավոք ընդդիմությունը ասեք, որ շատ օրակարգ չի ստեղծում, այո, ձևավորող ինքն է։ Օրակարգը բացի այդ ինքն է։ Ընդդիմությունն էլ բարբերաբար փորձում է սպասարկել այդ օրակարգ, ինչքանով է ստացվում, ինչքանով չի ստացվում, կարողանում են, չեն կարողանում, բայց ամեն դեպքում հալալ է Նիկոլ Փաշինյանը, մարդը արթնանում է եւ օրակարգ է թերադրում իր տեսանյութերով, հա, երաժշտական տեսանյութերով։ Այդ նաև ուտելիքը, որին մենք շատ ենք անդրադառնում, իր ուտելը եւ մեկնաբանություններում էլ այդ մասին շատ է գրել, դա էլ է իր ստեղծած օրակարգ, այսինքն եթե ինքը ուտելը պրոպագանդի, ուտելը ցույց չտա, մենք չենք քննարկի եւ չենք խոսի այդ մասին։ Եվ ուտելու հետ կապված հերթական, բայց այս անգամ նախաճաշեր, որը մի քիչ ընդլայնված էր։ Դու չկայիր դեպի նախաճաշեր թենթիկ էր։ Ես գործարար եմ։ Փայլակ դու պիտի լինեիր։ Հեսա կասեք, ես ասել եմ Փաշինյանի հետ նախաճաշի են գնացել Հայաստանյան բանը գործարար դեմքերը գործարար դաշտի գլխավոր դերակատարները, որոնք այսպես նախկիններն էլ կային։
Նախկիններն էլ, որոնք այսենց քիփ են, քիփ Փաշինյանի հետ, այսինքն բոլոր իշխանությունների հետ քիփ են եղել։ Այն նախկին իշխանության կարկառուն դեմքերն էին, նոր իշխանության զոնտիկ բռնողները դարձան։ Ում Բայց ասել ես եկեք հանուն արդարության բռնողը ասենք, տենց բան երեխեք։ չկա։ Հələ մի հատ ասա տեսնենք հետո վեր։ Ես չգիտեմ։ Սամվել Ալեքսանյանը, ես կաշկանդված չեմ։ Այդ նկարը Բնականաբար- հիշեցի Ավինյանինը, չէր՞ նա։ Հա, Թե Փաշինյանին էր, չէ, Ավինյանի, Ավինյանը համար Ավինյանն էլ զոնտիկ էր իշխանության ներկայացուցիչ։ Հա։ Բայց մի րոպե, այդ նույն Սամվել Ալեքսանյանն էր, որին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր մարտահրավերության մեջ։ Այո, հենց այդ եկեք դիտենք այդ ճաշկերույթից մի հատված, նախաճաշից մի հատված ու կտեսնեք նաև կադրերում, թե ովքեր են մասնակցել Փաշինյանի հետ այդ հայտնի գործարարներից նախաճաշին։ Դիտենք ու քննարկենք։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Այսօրվա մեր հանդիպման առիթը հետևյալն է, մենք հրավիրել ենք Բայց հանուն արդարության ասեք, էլի ոնց որ պանիխիդայի դեմքով լինեն։ ստեղծած եւ ունեցող ընկերությունների Մի ժպտացող դեմք, ով։ սեփականատերեր եւ չեմ սխալվում։ Հա, դե հոգին է կառավարիչներ, տնօրեններ։ Եվ ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Նախկին հայտնի գործարարներից համար, որը կան դուք շպտացողներ։ իրականացնում եք։ Նաև այն պատճառով, որ Հայք ընկերությունները մի սեղանի շուրջ ովքեր են հավաքվել։ Ես կարող եմ 2018 թվականից մինչև օրս ասել, արձագանքող են եղել եւ շարունակում են արձագանքող լինել կառավարության քաղաքականությունները։ 18 թվից մինչ այսօր արձագանքել են իմ քաղաքականությանը։ ասելիքներից եւ ճիշտն ասած ընդգծումներից մեկն այն է, որ 2018 թվականից Վարդանյան եղբայրների դեմքին, որ նայում Հայաստանում 200,000 ողբերգության աշխատատեղ է ստեղծվել։ Սամվել Ալեքսանյանը Բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը ճիշտ գիտեմ, չէ՞ որ ինքը աշխատատեղերը դուք եք բարեկամական կապի մեջ է Սամվել Իհարկե կառավարության Սամվել քաղաքականությունները Ալեքսանյանը։ նպաստել են դրան եւ միջավայր են նայել մենք որոշակի ստեղծել։ Բարեկամական նկատմամբ Եթե չեմ ցավանում, թվոր հենց սաբորսանիկական հարաբերությունների մեջ են։ Մենք հիմա կադրերը կշարունակվեն, ասենք էլի ովքեր են ցանկը ամեն դեպքում, ուրեմն նախաճաշին ներկա էին Սամվել Ալեքսանյանը, ինչպես նշեցինք, Արտակ Սարգսյանը, դա Սասի Արտակն է հայտնի, Բակուր Մելքոնյանը, Ատլանչի տերը, որը ինչպես գիտեք, Ատլանչը վերջին շրջանում պետական տենդերներ է շահում, այդ թվում բանակի մատակարարներից է, Grand Candy ընկերության սեփականատերերից Միքայել Վարդանյանն է մասնակցել, Եղբայրն էլ կար, Կարենն էլ կար կողքին։ Հա, ես չֆիքսեցի, Միքայելին եմ տեսել, գուցե լավ չեմ ֆիքսել։ Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանն է մասնակցել, Արտյոմ Քուշկյանի Փեսան։ Հա, Քուշկյանի Փեսան է, Երեմյանների ներկայացուցիչն է մասնակցել, իսկ Երեմյանները չգիտեմ, Երեմյանները հայտնի են իրանց աջակցությամբ, այնպես չի որ պետական գնումների պլանները, ընդհանրապես պետական գնումների պայմանագրերը նայել եք, դուք ուսումնասիրել եք։ Եվ մեծամասնությունը Արյուծի բաժինը, հա, Արյուծի բաժինը։ Մեկ անձից գնման ընթացակարգով, այս նույն Երեմյաններ ընկերությունից, ուրեմն ազգային ժողովը մի անգամ բաներ գնում տեսա մի հատ բանը 15 միլիոն դրամի Երեմյանների օբյեկտներում կերել էին։ Ու ինչ էին կերել, նշեք։ 15 միլիոն։ Մի րոպե հրիփսիմեն առանձնացրել էր։ Մի րոպե, մեր հաշվին Երեմյանների օբյեկտներում կերել են տապակած սաղմոն ռիզոտտոյով, հորթի մաչա, նոր զելանդական գարանտիա, օզիմատ, ցլիպոչ, նապաստակի ռագու, թառախ, սաղմոնից թեյ, անգուսի մատ, հնդկավի խորոված, ծովախեց գետնով ու օծածկով աղցան, թունայով թարթար, ութոտնուկ չորիզոյի կրեմով, ծխեցված ես ասում եմ այս անունները, հիմա երևի Չուֆտա, քյաբաբ։ Բայց մի հատ ինձ կասես, ես քանի հոգով ենք։ Խաշլամա, դժվժիկ։ Ժողովուրդ, մի րոպե։ Փաշինյանի սեղանը չեք հիշում Աննա Հակոբյանի հետ։ Քանի խաշլամայի տեսակ ու քանի 5 միլիոն էլ մի անգամ են պայմանագրով տվել, ընդհանուր, չգիտեմ, անգուս, ռիբա, քյուֆտա, քյաբաբ, խաշլամա, դժվժիկ, ընդհանուր մենյու 73 էջ, 73։ Ես չեմ զարմանում։ Բայց նայ, այստեղ օրինակ Սինոպսիս Արմենիա ընկերության տնօրենն էլ է եղել, Յուքոմի տնօրենը, թիմը, եւ իհարկե Ութոտ սուպերմարկետների հայտնի գործարար Նարեկ Նալբանդյանը։ Այս իշխանությունների սրտի գործարար, որը ոնց է ստացվում են, որ ասացին թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք ժողովրդին, վերադարձին։ Բայց ոչ միայն այդ ուզում հիշեցնել, որ օրինակ հիշում եք, որ այդ հյուրանոցը որ վերցրեցին, Ծաղկաձորի Golden Palace-ի մասին է խոսքը, ու ասեցին, որ դա պետքա տան հանրությանը, չէ՞, այսինքն մենք օրինակ եւ որ վաճառվեր, դրանք որոշակի գումար պիտի ստանայինք։ Ես ամեն դեպքում չեմ ստացել, դու ստացել ես այդ դրանից ինչ որ դու էլ վստահաբար։ Ես գիտեմ նույնիսկ որ գնի իջեցում է եղել, Եվ դա ձեռք է բերել նույնիսկ Նարեկ Նալբանդյանը,
ու էլ հիմա թիշեք Հովիկ Աբրահամյանի մոնումենտի դղյակ, որ ասում են, որը քրեական գործի մեջ գտնվում էր, ու էլի նորից նույն մարդը կարողացավ առնել այս նույն գործարանի եւ իհարկե ժամանակին փոշեկուլ չկարողացող գնող Արարատ Միրզոյանի կինն էր ընդեղ Գոհար Աբաջյանը, վարկերով ապրող տեղեր Իդեպ ինքը ինչ խոշոր գործարար է։ Չէ, աջակցման կենտրոնի հետ կապված ներդրումների, չէ։ Իրենք չէ։ Ամբողջ խնդիրը այն է, մատ ասենք մենք տեսեք թվարկելուց ասեցիր Արարատ Միրզոյանի կին, չէ։ Իսկ ժամանակին հիշում եք Փաշինյանի ինչ էր, բաժանաղապետություն եք ստեղծել։ Հիմա տեսնում ենք ամեն մեկը իր կնոջը քերու տղուն, հորողբեր, սանիկ, քավոր բարեկամ ու երբ որ այդ մասին մի հատ ասուլիս կար հարց տվեցին Փաշինյանին, որ ստեղծել եք բաժանաղապետություն, հիշում եք որ ասեց փոքր երկիր ենք, ամեն մեկը մեկի բարեկամն է։ Ճիշտ է ասում, որովհետև այն ժամանակ իշխանությունների նախկին իշխանությունները երկիրը մեծ էր, դե հիմա ինքը փոքրացրել է եւ հետեւաբար բարեկամները մոտիկացել են, էլի։ Չտեսոք միավորող դերը նախկին գործարարները, նախկինների օրերի գործարարները եւ ներկաների սրտի գործարարները մենք միանգամից հպանցիկ անցանք Սասի Արտակի հետ կապված, գիտեք Սասի Արտակը հանրապետականի պատգամավորներից։ Բայց մի րոպե ու նաեւ գիտես ինչ է որ ասում է Չարաբաստիկ այդ օրը ուղիղ 8 տարի առաջ այն օրն էր, երբ որ հրապարակվեց Սասի Արտակի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունը։ Մի հատված մենք դնենք Փարիզ գնալու Իրայից հիմա ձայնագրությունը լսենք մեջը կա։ Սասի Արտակի ընտրակեղծարար լինելը։ Այդպես իր հայրը 21 ձայն բերել է մարդը։ 21 ձայն բերելն է։ Այսինքն Իրան գնում էր Փարիզ, հիշում եք այդ օրերից։ Ասենք մարդը բերում է 21 ձայն, Վալոդիա Դանիելյանը, Արամ Գևորգյանը։ Վալոդիա, դու չես ամաչում։ 0 ձայներ են։ Ովքեր են Վալոդիան, Արամը։ Ասա Վալոդիա։ Ովքեր են չէ ճանաչում։ Ամուչս։ Քան տարեկան ես։ 19 տարեկան խուն ամոթական չէ։ Դու ընկեր չունես։ Ունես ծանոթներ, բարեկամներ, Արաբկիրում ունես ընկեր, ինչի՞ չես բերում իր ձայնը։ Թե ընդդիմությունից է ընկերը։ Ընկերը 10 Այդ քո կարծիքով որ շլյապա ես դրել, պետքա չտենանք, հա որ 0 ձայն։ Շլյապը մի րոպե ուրիշ մարդ էր դնում։ Ով կարա շլյապա։ Դե հիմա այն ժամանակ Աննան է դրել շլյապա։ Հեսա Իրինանա։ Հիմա ես ինչ եմ նշանակում, իշկան։ Այս Իրինայի ձենն է։ 44 ձեն։ Այ քեզ Իրինա, ասма դու թռար Փարիզ, սիրո քաղաք։ Այն ասեց։ Այ Իրինայի պաշտոնը բարձրացնելու ենք, ես խոստանում եմ։ Դե հիմա այս նույն մեթոդով աշխատելու են խորհրդարանական ընտրություններին, էլի երևի։ Բայց արդեն լավ դժստում ես, Փարիզի ուղեկիրը վեկանում ես, Էյթում ֆռում գալիս ես ու պաշտոնդ քեզ է սպասում։ Տեսնես Իրինան այս անգամ կգնա Փարիզ։ Դե կարող է գնա ասենք Դուբայ։ Այլուր, ասա մի քիչ էկզոտիկ երկրներից դու ես լավ։ Դեր գնացել։ Այս Իրանուշն էլ հետաքրքիր է։ Ես։ Այդ սիրուն ներկել է Այն խայտարակ ձայնագրություններից էր, որը կարаш։ Ամոթ չես անում Սիրանուշ։ Հիշեցիք, պարոն Փաշինյան, այդ նախաճաշի ընթացքում հետաքրքիր է, քննարկեցիք իր հետ, այդ ի վերջո ում համար էր ձեները բերել, ոնց էր բերել էր թե չէր բերել, եթե ընտրակեղծարար էր, ինչի պատժված չի ձեր այդ նախաճաշ անում։ Բայց ընդհանրապես այդտեղ քրեական գործ հարուցվեց ու որը ընդհանրապես որևիցե բան էլ չեղավ, չէ՞, ոչ։ Բայց այնց օթի մեջ մնաց ընտրակեղծարար նախկինները, ընտրակեղծարարության ձայնագրությունը կար ու այդ մարդը, որին մեղադրում էին ընտրակեղծարարության մեջ այսօր Փաշինյանի հետ նախաճաշմա ու հետաքրքիր է կարող է պայմանավորվածություն կա, բայց այս անգամ էլ ձեները ԿՊ-ի օգտին բերելու հետ Ռետորականը ողջամիտ կասկած կարող եք ունենալ, որ այս անգամ ձեները ԿՊ-ի օգտին։ Եթե մարդասպանությունն է ներվում, իսկ Սամվել Ալեքսանյանը ըստեյության մարդասպան որակավորումը հետ Փաշինյանին, Զուկ մականունով վիդեոն ծկնկում Արմեն Իսրայելյանի գործով։ Հայկական ժամանակում բերեցիք, վիդեոն հրապարակեցիք, վարչապետ Փաշինյան
Բայց ես վերջերս հիշում կառավարության ճեպազրույցների դու ես հայ Բայց մեկը ես նեղվեցի շատ իրավապահ մարմինների տիրիտու դե ինքը այդ հարցերին вообще կապ չի ունենում իրավապահ մարմինները կորոշեն բայց եկեք ֆիքսենք որ շատ տխուր էին գործարարները մի հատ հիշած մենք գիտենք այդ ինչ դեպք ա եղել ոնց որ բերման ենթարկված լինեն ոնց ինչա տվել մի րոպե մի հատ մի րոպե մի հատ ասենք ինչ դեպքի մասն է խոսքը որտեղ մենք գիտենք ինչ դեպք է բայց մեզ դիտողներից կարող է մարդիկ կան որ չեն հիշում կամ չգիտեն այդ ձկնկուլի գործը Փաշինյանը հայկական ժամանակում հրապարակեցին ձկնկուլ անունով Արմեն Իսրայելյանի տեսանյութը այդ մարդը ասաց որ իրան հետապնդել Սամվել Ալեքսանյանը չգիտեմ ինչ որ բիզնեսներ էր ձեռից խլել եւ այլն հետո այդ մարդուն գտան մեռած Մոսկվայի չգիտեմ որտեղ չէ Մոսկվայում համենայն դեպս հիշում եմ միշտ դնում Մոսկվայում են մահանում չգիտես ինչի ու ինքը նախորոք ասել էր որ իրան հետապնդում են եւ այլն Փաշինյանը հելավ ազգային ժողովում ասեց մարդասպանության թելերը տանում են այս ազգային ժողով այսինքն կոնկրետ ակնարկելով որ հենց Սամվել Ալեքսանյանն է մեղավոր այդ մարդասպանության մեջ բայց մոռացան հիմա ինչ մարդասպան հիմա սրտի օլիգարխներ են դա որ ձայն պիտի բերի խոշոր սեփականատեր այո որովհետեւ Հայաստանում օլիգարխներ չկան բայց օրինակ ինչ շատ հետաքրքիր է Արտակ Սարգսյանը Սասի Արտակը ինչպես է բացատրում իր նախկինում այդ հանրապետական թևից այսպես շատ սահուն անցում կատարել այս քփի զանգես հա մի հատ զանգենք համարը ունենք զանգենք մարդ ես մեծ աշխարհ կարող վախտը ժպտա եւ բայց իրականում կա չէ բոլոր երկրներին է սա երևի հատուկ է որ գործարարները իրենց բիզնես շահից ելնելով միշտ համագործակցում են տվյալ պահի իշխանության հետ կարող համարը փոխածել լինի շատ վաղուց հեսա կասի վարորդն է Ռայոնը ինքը ռայոնը գնաց վարորդն է չի պատասխանելու դրական հետը վայ կարող է պատասխանի Սամվել Ալեքսանյանի հետ է չէ Սամվել Ալեքսանյանի պատմությունները Սամվել Ալեքսանյանն էլ հեսա կզանգի վարորդն է հա այսա Սամվել Ալեքսանյանն է կզանգենք այս Սասի Արտակին ենք զանգում Արտակ Սարգսյան քո զանգերին նա չի պատասխանելու Փոք համար չունեք որտեղ դու Փաշինյանին չես սիրում փոք համար կարաս համար փակես պատասխանեց մի հատ էլ Սամվել Ալեքսանյանին փորձենք Գոնե վարորդը վերցնի այո իրան էլ փորձի տեսնենք ինչ է ասում Զանգերը գնալու են պատասխանող չի լինելու ինչ պիտի ասեմ դե բնականաբար ով ասաց հաստատ sense չի նստած sense սպասի ասում երբ այն սրբսի մեն զանգելու Ախեք ես ունեի իր համարը բայց տեսնեմ ես ունեմ բայց ունեի մի րոպե տեսնեմ ես ունեմ Սամվել Ալեքսանյան ունի սպասեք չի կարա չունենա իրան ասա 000 լավ չասենք ինչ համարը ասեց բրծա Վերջինը չասացի թիվը վերջինը կոնկրետ դե կարելի է ենթադրել հա ճիշտ է դե դա շուստրիների համար ուրեմն եթե այդքանը կենթադրի ահա արդեն առաջընթաց է Տիվոր իմ զանգի պատասխանելու ժամանակին Մալացիա Սեբաստիայում եմ ապրել դու երջախումբել ես գնացել չէ այնտեղ ժամանակին ասում եմ Մալացիա Սեբաստիա մուտքը վիզայով եմ սարքելու մենակ ես ու դու կարողանանք մտնենք հիմա զանգի չի պատասխանում ասա վիզայի հետևից եմ եկել Նիկոլ Փաշինյանի հետ Ալո Այո Բարի ձեզ մենք եթերում ենք ներողությունը Սամվել Ալեքսանյանի համարը չի Չէ Ալեքսանդր Բայց մենք այս համարով խոսել ենք իր հետ Փոխել է համարը Իսկ գուցե սպասուհին եք դուք Եկավ ժամանականցը Բայց իր աշխատողներից եք կապ ունեք իր հետ որևէ Ինչ հարցով է Ինքը ինչ ճանաչում է որ ասեք Ռիփսիմե Ջեբեջան լրագրող Մալացիա Սեբաստիայից կհիշի Լավ անտանոն կփոխանցեմ որտեսն բայց այս չգիտեմ եթե քաղաքում ակրի չէ Ռայոնա գնացել համարը ձեր մոտ Գիտեմ Զանգահարեցինք Սամվել Ալեքսանյանին պատկանող հեռախոսահամարին ծանոթ ձայնը սակայն պնդեց Ալեքսանյանը չէ այլ նրա վարորդը Պարոն Ալեքսյանը չի օգնականն է Արմանն է Իսկ պարոն Ալեքսանյանի հետ ինչպես կարող եմ կապվել Ինքը ռայոն է գնացել Ինչ համարով կարող եմ զանգել իրան Մոտը համար չկա Իսկ երբ զանգեմ որ ինքը պատասխանի այս համարին Այս համարը իա մոտ չի Իսկ իրա մոտ կան այնց համար որին պատասխանում Իսկ դուք ով եք կներեք
Այսինքն իր հետ փոխկապակցված անձ եք, ճանաչում եք, իրեն կարող եք փոխանցել։ Ես կփոխեմ, եթե հնարավոր լինի կփոխանցեմ, Լավ, ուղղակի մենք լրագրողներ ենք։ Տեսար, որ ասեցի վարորդն է վերցնելու։ Վարորդը Չաջերտելն է։ Խոսքով ասել Սամվել Ալեքսանյանը։ Ամեն դեպքում ասեց, որ Բայց ողջունելի է, ամեն դեպքում արձագանք արձագանք կար։ զանգի, մյուս հաղորդման ժամանակ կասես, հետա զանգ է, չի զանգ է, խոսացիք, չխոսացիք։ Հեսա զանգը։ Լավ։ Բայց MK Շիրինյաննովը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է։ Տեսնես, ուրեմն նայեք, գործարարների հետ հանդիպումից զատ Փաշինյանը նաև հանդիպել է TikToker MK Շիրինյանի հետ։ Այս տեսանյութը դիտենք, կքննարկենք։ Ես դա բացեմ թող։ Մենայք նախապավոց Արդարադատության նոր ձեր նախարարը MK Շիրինյանը։ Խելահեղ ջերմ ընդունելության արժանացանք։ Շնորհակալ եմ, Ալլահ, շնորհակալ եմ, Ալլահ, իրոք, Ալլահ։ Իսկույն մարդն է, չէ՞։ Արդարադատության նոր նախարարը։ Արդարադատության նոր նախարարը Գալյանի ոտի տակը փորում է, եկե Փաշինյանին փաթաթում։ Տեսնեսի դեպ տեղի եք Տիկին Գալյանը, որ sense դասավորումներ ասպասում։ Չգիտեմ, իրենց հետևորդներից էր համենայն։ Լավ, բան չի սպասում MK Շիրինյանին։ Փաշինյանի տարօրինակ հանդիպումների շարք ունենք մենք, այդ շարքը ավարտենք, եկեք հերթով գնանք ում հետ է հանդիպել Փաշինյանը ու անցնենք առաջ, ուրեմն հերթական տեսանյութը դիտենք։ Ես որ մարզում էր Արարատ ոնց որ վերջի անգամ Կոտակից հետո Արարատ Ես միայնակ պատերազմի մասնակցի մամայի մամուսինս մահացավ չթողեցին թաղմանը գան տղեր շուշիի ազատագրմանը Որտեղ չթողեցին գա որ թաղը Որտեղ ամուսնուս թաղմանը Որտեղ այնքը Սկիզբ այլ բանի մասին էր Սպասի, բայց իրա խապեցին ասաց ուրիշ բան։ Հա գիտե ամուսին թաղում բան, ասում է բաղնիկը սարքի։ Կապ չունե, ոչ մի բան չունե։ Օգնե գոնե բաղնիկը սարքեն գողանը։ Լիս խծրում է։ Չէ, բայց իսկական է, այս մարդիկ պատկերացրեք ինչ վիճակում են, որ ամեն ինչը փոխում Թական խոստում տանք։ Չէ։ Դե չեմ կարա։ Սարնամանիքի մեջ եմ ապրել Հասկանում Վերջի շատ լավ Տես ինչ ասում Ես կգամ ձեր տուն Ուրեմն ասում է նայ, ասում է բաղնիկս, չէ, ասում է ամուսինս թաղում չկարացա գնալ բան, ասում է բաղնիկս գոնե սարքեք, դե Փաշինյանն էլ Դե Փաշինյանն բնականաբար առաջնորդվելով օրենքով ասում է, որ այս ընթացքում բարեգործություններ չի կարելի անել Բայց օրինակ հանգիստ կարա կնոջը տանի իրանց տուն Հա, այդ մեկը հաստատ ինձ թվում է բարեգործության արգելքի խախտում Դե ժամանակին կան չէ՞ այդպեսի բաներ մեր մեծ տատիկ պապիկներ մամաների սերունդը նույնիսկ բաղնիկ գնալու մշակույթ ա եղել չէ ասեն գյուղերում մի բաղ այո ֆիլմերում էլ կան մեր հայկական հինգա ֆիլմերը Այո, շարունակենք այս շարքը, ուրեմն տեսեք ոնց են Փաշինյանին հիշում։ Ես 30 տարվա բացի հիմիկվանից նոր իշխանություն եմ ես։ 30 ՀԺԿ-ի կազմակերպության քարտուղարն եմ Գեղարքունիքի մանրի։ Շատ լավ է։ Ձեր սաղ ժամանակներին ձեր կողք կանգնեցել են Կարտոշկով ժարիտից բռնցած, կարտոշկով լիպոշ։ Չեմ հասկանում։ Կարտոշկով ժարիտի ժամանակներից ձեր հետ եմ եղել։ Ասում ՀԺԿ-ի ժամանակներից մենք իրար հետ լավ ենք եղել։ Չէ, բայց դու տեսար օրինակ էլի ուտելու հետ կապված է Կարտոշկով ժարիտի Բայց դու դեռ ասեցիր, հիշեցի։ Ինչի՞ ասում որ ես ուտելիք եմ բերել։ Ահա ճիշտ է մոռացել ուտելիք չես բերել դու քաղցրեղեն ես Քաղցրեղեն եւ խաչապուրին էլ կերար ասացի փայլակ այս դժվժիկի օրն ա գցելու այդ խաչապուրին էլ կերար չենք դրել լավ ասենք զիել հետևորդն փայլակը բերել խաչապուրին ինչքան էր տվել այդ խաչապուրը չէ գինեական չի ձեր համար ես փող չեմ կատակում սա ամբողջ հանրապետությունը եւ ընդհանրապես երևի ստուտի մացավ ես մի հատ խաչապուրի եմ Փայլակը դատարկաձեռն չի եկել, թանկանոց սոկ ա բերել, ինչպես տեսնում եք, թանկանոց հյութ ա բերել եւ համեղ թխվածքաբլիթներ ա մեզ բերել, հետո խաղաղության սրտիկ մրտիկը չի, չժպոտեք, ուրիշ թխվածքաբլիթ տուփից չենք, ուրիշ տուփի մեջ ենք դրել, որ գովազ չդիտի, որտեղ փողը չեն տվել, ինչի անիմաստ գովազդենք, եթե փողը չեն տվել։ Ընթացքում կարա կօգտվեք իհարկե։ Ընթացքում
Ջրից օգտվել միջը։ Հա, ջուրը խմիպուցի հետո միջև սոկ։ Չեք ուտում։ Շատ լավ։ Բայց տեղ նայի, չէ, Հա, էլի ինչի համար էր հետաքրքիր, ասում եմ կարտոշկի ժարիտով է հիշացնում, որ գոնե ուտելի Կարտոշկի ժարիտի ժամանակներից։ Սկզբից չէի ֆիքսել ինչի մասին էր խոսքը, բայց նայ, մի հատ էլ ուրիշ էլի իրավիճակ եղավ, երբ որ նորից նայ, այս մարդիկ սոցիալապես անապահովներ են, մարդիկ ովքեր ունեն ծայրահեղ աղքատի կարգավիճակ եւ այլ, ու նաեւ դա ամբողջ խնդիրն է, որ նաեւ աղքատությունը իրանց ուղեղներու մեջ չեն հաղթահարել, չեն հաղթահարել, ու հիմա ստիպված գնում են Նիկոլ Փաշինյանին են հանդիպում, փորձում են որ գոնե բաղնիկում մի քիչ լողանալու հնարավորություն ստեղծի, արդյունքում նորից գալիս են բլոգերներ, ովքեր ասում են, որ իրանք փորձում են օգնել, ու Նիկոլ Փաշինյանը զարմանում է, որտեղ կա այդ անօթևանները։ Հա, այդ տեսանյութը։ Տեսեք, մի րոպե մի բան ասեմ։ Հատուկ թաղամաս պիտի լիներ տարոն։ Ժողովուրդ, բայց այստեղ մի բան ասեմ, այս աղքատության մասով իսկապես այս խնդիրը կա, այո։ Այո, քոչը սիրած Google-ի ժամանակն է։ Սա վիճակագրական տվյալ է, Հայաստանում աղքատության մակարդակը 21.7%, այսինքն Հայաստանի բնակչության մոտ 650,000 մարդ աղքատ է։ Ծայրահեղ աղքատ է մոտ 20,000 մարդ, յուրաքանչյուր երրորդ երեխան աղքատ է։ 240,000 երեխայի մասին է խոսքը։ Վերջին տվյալները։ Այսինքն Հայաստանում, թողնենք մի կողմ չափահասներին, 240,000 երեխա աղքատ։ Ես բան ասեց, որ չկարանամ ուտեմ։ Դուր բացել։ Հետ դիր։ Դուր բացեմ։ Բացել եմ։ Հա, բացել ես դե քեշ։ Բայց եկեք նաև այդ տեսանյութը նայենք, որտեղ Փաշինյանը զարմանում էր, թե որտեղ կարան լինեն անօթևանները։ Փաշինյանին ու տեղեկություն է կարևոր տալիս, ասում է քո երկրում որտեղ դու ղեկավարում ես, այսպիսի անօթևան 30, չէ, կարծեմ ասած։ Փաշինյանի զարմանքը ոնց որ բանը Բուրկինա Ֆասոից է։ Եղբայր, բայց մենք գնում ենք կնել։ Բայց կարևոր է։ 2 րոպե։ Ուղղակի լավ, մի րոպե։ Գիշերները ես դուրս եմ գալի մարդկանց օգնելու համար։ Գիշերները։ Այո, հիմնական գիշերները։ Զարմանալի է։ Քաղաքական Հա, մարդիկ, հասկացա։ Այս ցրտին բորձուների վրա պարկած քնած։ Որտեղ, որ համայնքում, Երևանում, բոլոր համայնքներում։ Ահա, շատ կան այդ։ Շատ կան, հա։ Ինչքան։ Օրինակ 20-30 հոգի, եթե Որտեղ։ Երևանում։ Հա։ Եթե Միայն Երևան պատկերացնեք։ մարդ ուղարկե գիշերները։ Թուրքիայի մասը։ Գիշեր կտեսնեք, որ լիքը։ Ուղղակի կացարաններ այդ մարդկանց համար։ Այդ մարդկանց ասում ես տուն չունես, տեղ չունես, բնալ տեղ չունես, ասում ես գնա ծերանդ, ասում ես տեղ չկա, որ գնամ ծերանից ես։ Շատ լավ, մենք այդ Եթե հարցը հնարավոր է, պարոն Փաշինյան։ Այո, շնորհակալ ենք ձեր գործունեության համար։ Բայց հիմա որ տեսնեք աղբամաններից ինչ որ ուտելիքներ հանող մարդկանց թիվը ավելացել է իսկապես։ Այո, նաև մուրացկանների թիվը հատկապես կենտրոնական հատվածներում իսկապես ծանր թեմա է իրականում այդ սոցիալական անհավասարությունը, այդ ստեղծված իրավիճակը։ Երկրի վարչապետը բլոգերից իմանա, որ իր երկրում կան ծայրահեղ աղքատներ, անօթևաններ, որոնք գիշերում են դրսում։ Ինչի Փաշինյանը այս երկրից չի շրջում։ Չէ, Արսեն Թորոսյանն զբաղված է երգելով։ Բանը գիտեն թե բոլորը պարգևավճարներ են ստանում միլիոնների ու բանը հիպոթեկ կարողանում են թեկուզ հիպոթեկով տուն գնել, դղյակներ ստեղծել իրենց համար։ Կերար։ Թխվածքը կերա ու մի հատ տեսնում ենք որ Փաշինյանին էլ են թխվածք բերել։ Մենակ դու չես Պայլակ ջան։ Ու Փաշինյանին տեսեք ինչ թխվածք են բերել։ Շարվեք, դասավորվեք, եկեք։ Չետեն շատ եղբայր, շատ փոքրեց նկարում, մեծ նկարի։ Մեծ, շատ մեծ ռակուրս է պետք, որ Փաշինյանի բոլոր աջակիցները տեղավորվեն մի լուսանկարում։ Այս լուսանկարում գուցե եւ չկան Փաշինյանի, ինչպես ասում են, բերովի աջակիցները։ Այս կինն օրինակ իր բառերով Բարև ձեզ, լավ է։ Խաղաղության թխվածքաբլիթներով է դիմավորել Փաշինյանին Աբովյանում։ Բայց 3 տարի առաջ Երևանում նույն կինը հավանաբար մոռացել է խաղաղության մասին, իշխանական երթի ժամանակ սպառնալով ոտքի տակ տալ լրագրողին։ Իսկ այս տղամարդու դեմ խաղ չկա։ Նիկոլի աղբերն է, չես ասում էր ինքը։ Շնորհակալ եմ շատ։ Նիկոլի աղբեր ներկայացող Հակոբ Աբրահամյանը Երևանից Աբովյան էր հասել ու կրնկակող հետևում էր Փաշինյանին։ Նրա կողքին Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանն է։ Նա Փաշինյանի կրոնական թափառախմբի գլխավոր հերոսուհիներից է։
Մեր քարոզչականն է։ Ուրեմն Այսինքն այդ մարդկանց իրանք տանում են տարբեր տեղերում են հայտում, այո։ տարբեր տեղերում իբր Չէ, բայց պատահական պատահական, բայց կարող է իսկապես տորթը մարդիկ թխած այնքան հելնում է շատ են դեմը սիրում, որ հա, ամեն օր թխում են, որտեվ կարա ամեն Ամեն օր թխելը ո՞րը։ Դիանա Մարտիրոսյանը, ուրեմն չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, ես դատի եմ տվել Դիանա Մարտիրոսյանին։ Ես գիտեի անի հետ ուներ միջադեպ։ Իմ հետ էլ ուներ։ Ինքը ինձ Փաշինյանի ասուլիսում հարց տալու համար անվայելուչ վիրավորական արտահայտություններ ա գրել Facebook-յան իր էջում, որի համար ես իրեն դատի եմ տվել, դատը կրել եմ ու պարտավորվել ա վճարի, պիտի վճարես ինձ 70,000 դրամ, Տիկին Մարտիրոսյան։ Տորթը թխում ես, ծախս ես անում, տանում ես, իմ 70,000-ը հələ միջի հիմա չի բերել ու ներողությունը չի խնդրել։ Գործը ԴՀԿ, ՄՀԿ անցել ա, հիմա արդեն քրեական պատասխանատվություն ա սպառնում Դիանա Մարտիրոսյանին։ Այդ նույն Դիանա Մարտիրոսյանը Աննա Հակոբյանի հետ կրթվում էր։ Կրթվեց, դատական ակտը ստացավ, գրեց՝ «Мне дал лампочки, ես չունեմ ձեզնից ներողություն խնդրելու, Բալիկ ջան»։ Ինչ պետք է անես դու հիմա ինչ։ Ինչ պետք է անեմ, քրեական պատասխանատվության պիտի մարդը ենթարկվի, Հույս ունես այդպիսի։ պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության եւ հավերժ չես իշխանությունը։ Դե հա։ Նայեք, բայց իսկականից ես առաջարկում եմ շատ էս սենց մանր չանդրադառնանք էս Նիկոլ Փաշինյանի եւ տենց մարզային այցերի արձանագրված դրվագներ, որտեղ անկախ ամեն ինչից մեծ դիտողներն են հնարավորություն ունեցել ու նաեւ հաշվի առնելով այդ մեկնաբանությունները, որ շատ եք խոսում այդ մասին, կառաջարկեի նաեւ շատ կարճ օրինակ խոսենք այս շաբաթվա կարևոր մեկ այլ իրադարձության մասին, որը պարտադիր չի, հա, մենք տեսանյութով ցույց տանք, որովհետեւ մեր դիտողները ամեն դեպքում գիտեն, որովհետև թեման շատ արդիական ու ձերբակալություններին ու ձայնագրություններին, որոնք հրապարակվեցին, հա, դրանց մասին ես կուզեի, հա, նախընտրական շրջան ինչքան մոտենում է, այդքան այդ ոնց ասենք, այդ իրավիճակները լարվում են, մենք հա որպես լրագրողներ, օրինակ ես այսօր ազգային ժողովում էի, նա տես այն բանը ասա, որ ես մենք 5 շաբթի ենք նկարում, բայց Կիրակի ենք ցույց տալիս, 5 շաբթի։ Սիրելի հետևորդներ, մենք 5 շաբթի օր ենք նկարում, բայց դուք կդիտեք այն Կիրակի օրը, այնպես որ եթե այդ մի քանի օրերի ընթացքում ինչ որ բաներ փոխվեն, ինչ որ նոր բաներ ի հայտ գան, հիշեք, որ մենք այսինքն անկախ չէ, ես ինչն էր ասում, անկախատեսելի զարգացումներ են, լինի որ չես ասում, լավա ես ավտո ունեմ, արագ դեպքի վրա հաստատեմ, կբռնեն, ելում բաց կտողեն։ Գնացել էի ազգային ժողով, նիստ լուսաբանելու, հասա ազգային ժողով, պարզ դարձավ, որ նորից ինչ որ անձանց են բերման ենթարկել, ձերբակալել եւ այլն եւ այլն։ 15 հոգու եւս 15 հոգու ձերբակալել են։ Հատ բացեմ, որ ձայնը մաքուր լինի։ Բացիկ է մնաց կիսատ։ Հա։ Բայց ես թուղթը հետ դնեմ ստրա մեջ մակոմ։ Հա։ Ես այդպես անեմ։ Այմա խնդրեմ շարունակեք։ Դե շարունակի, ուտելա։ Դե դասես ուտում դու։ Ես մասը կհանեք էլի։ Վազգեր խնդրում եմ ես մասը չհանես։ Թող տեսնեմ ոնց է ինքը ուտում։ Ամբողջ օր Փաշինյանի ուտելուց է ասում ինքն էլ։ Ուտը ժելուց էս մոդը կողմը։ Հա, բայց դե իրիկունն ենք նկարում, սովածանում ենք։ Նորմալ է, սոված ենք, ծարավ ենք, մարդ ենք։ Չէ, բայց իսկականից վերադառնալով այդ թեմային, ես մի հատ բանը, որը անկեղծ չեմ ընդունել, մենք մինչև հաղորդումներ են խոսում ենք, ասում ենք ախպեր, մարդկան ձերբակալում են, մի հելեք առաջինը հայտարարեք երեխաների մայրը։ Չէ, ասեք, եթե քրեական գործը շինծու է, եթե քաղաքական հետապնդում է դրա մայրի մոր լինելու հանգամանքը էականա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցով։ Այսինքն չի կարա ծծկեր երեխային թողնի տունը ու ասենք կալանավորի ինչ որ բանի գործ, այդ նորմալ չի։ Դա ասում են, գիտես ինչի համար, դա ասում են, որ ցույց տան, թե ինչ կարմիր գծեր են հատել Փաշինյանի թիմակիցները, այսինքն իրենք կարող են հեռախոսազանգը պատճառ դարձնել հեռախոսային խոսակցությունը գնալ իմանալով հանդերձ որ այդ կինը ունի 3 անգամ անկա անմեղության կախաբարկած բնական եթե ենթադրենք հանցագործ լինի պիտի հաշվի չառնեն կինա տղամարդա չէ ամենասկզբից չբերել այդ արգումենտը օրինակ եթե քաղաքական հետապնդումը բարձ հայտարարեք քաղաքական հետապնդումը եթե շինծու է հա այդ եմ ասում եմ եւ ոչ թե դա որովհետեւ դրանից նախ եւ առաջ օգտվում է իշխանությունը մենք տեսել ենք միանգամից արձագանք
օրինակներ հենց բռնում են ու սկսում են միանգամից երբ որ իրենց կողմից սա նաև օգուտ Իդեպ օգտագործեցին դա ասում են կանանցեք բերել առաջնագիծ ասում են։ Հենց այդ օգտագործման հանգամանքից որպեսի խուսափեն, որպեսի նաև տեղ չթողեն, հա, իրենց այդ քննադատողներին կարան միանգամից դա ոչ թե որպես գլխավոր արգումենտ բերեն, այլ այն կատարվածը, որ ապօրինություն է, բայց ես անկեղծորեն, երբ որ լսեցի Արտաշատի ձայնագրությունը, ես գիտեմ դա հենց խոսակցությունը իսկապես այդպես եղել հաշվի առնելով օրինակ նույն Բագրատ Սրբազանի վերաբերյալ ձայնագրությունները, երբ որ փաստաբանները պնդում են, որ խոսակցությունները մոնտաժված են, մի բառ այստեղից է, հետեւաբար նաև այստեղ էլ կարա նույն ձևը լինի, բայց եթե այդ խոսակցության ամբողջ բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, ուրեմն դատապարտելի է հատկապես սեփական թիմակիցների վերաբերյալ նման տեսակետ արտահայտելը ես Որտեղված էի եւ դրա համար այս ելույթս ունեցա։ Իրականում խոսեր ես աուտեի էլի։ Ինչպես նկատեցիք այդ ձայնագրությունները, ասենց կցոններ էին, այսպես ասած, տարբեր խոսակցություններ։ Մենք չգիտենք թե ինչ կոնտեքստում է այդ մարդը այդ բանը ասել։ Ասենք ամեն դեպքում կենցաղային բնույթի խոսակցություն։ Օրինակ ես օրվա ընթացքում հազարով թիվ կարամ ասեմ, ասենք շուկա գնալու, փողը վճարելու բանի հետ կապված։ Երեխան կարա զանգի, օրինակ ասենք ասես 200 դրամ կամ 200,000 տվեցիր, օրինակ էս ինչ։ Ասեմ 200 տուրներան, 100 տուրներան ու դա մենք գոնե պատկերացում ունենք մոնտաժ, ձայն, կպցնել, կծմցել, բայց մեր հասարակության մեծ մասը դրա պատկերացումը չունի, այսինքն այս կասկածը, որ մեջ կարա, այո, կարա արտնանա։ Մենք մասնագիտությունից ելնելով այդ կասկածը ունեն մենք, բայց մարդկանց մեծ մասը չունի այդ ու էս էլ հնարավորություն է մեզ դիտողներին այդ մարդկանց ասում, ամեն ինչ հալած յուղի տեղ մի հենց դա ամբողջովին պետք չի հալած յուղի տեղ ընդունել։ Այս դարում երբ որ ձայն նույնիսկ կարելի է ստանալ արհեստական բանականությամբ, պատկեր, ոչ միայն դրա համար պետք է նաև այդ հաշվի առնելով այդ մասին ասել, բայց մենք չենք կարող, հա, ոնց հասկանում զերծ չենք կարողանում մնալ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավային բաներից, հանդիպումներից, եկեք եւս մի քանի տեսանյութ դիտենք Փաշինյանի, այսպես ասենք, հա, սիրային բաները, հերոսուհիները, այսպես սիրառատ հերոսուհիները, որոնցից մեկը ասում է սիրառատ, սիրում են այդ մարդիկ, ասում է ում ասես կդավաճանեմ, բայց քեզ չեմ դավաճանի մարդը, դիտենք էլի այդ կտորները։ Ամենամեծն է ասված ես ուշ տա, կարողություն տա, անսահման են աշխարհում են դավաճանում։ Բայց սա անարդար է, իշում եք այդ կնոջը, որ չեմ ասես կդավաճանեմ, քեզ չեմ դավաճանի։ Մենք գերության մեջ ենք եղել, մենք ստրուկ ենք եղել, իսկ դուք մեր շղթաները ազատել եք։ Բոլորից շնորհակալ եմ։ Սա Խուդացյանից, Թորոսյան, բոլորիցը շնորհակալ ենք ժողովուրդ ջան։ Մենք իսկինը որտեղ է եղել գերության, ինձ դենց մենք պետք է մեր անկախ ինքնին իշխանության օրերը Հայաստանը, այս պատերազմը հաղորդ չղայնանում եմ գիտեք։ Ու հավերժի ճամփորդի էս եթեր։ Շնորհակալ եմ։ Ես ձեզ քարտեզ տվեցի։ Այստեղ էլ անվտանգության այս չի թողնում, մեկին թողնում է, մեկին չեն թողնում։ Մահեր ջան նկարի, մահեր։ Բայց այն մեկը գրկեց։ Այն մի կինը գրկեց։ Նայեք, մեկին կալեմ է, այս մեկի մոտ երևի բան, Իսկանդեր են կասկածում։ Չէ, դիմով կակնած ենթադրում եմ մտածում եմ։ Իրավաբան։ Արիստոկրատ։ Զարգացած տարբեր լեզուներ։ Արիստոկրատ։ Շինարար։ Да подождите вы, гражданин. Շնորհակալ եմ։ Բայց ես չգիտեմ այդ տեսանյութը մեր Նայեք։ Սպորտսմեն։ Որտական մի հատ ասած կա։ Դուք աղնեք այդ իպտղուց, որ համեք տալիս մի ամբողջ ճաշի։ Շնորհակալ եմ։ Դուք աղն եք, աղի պտղոնց, որ համ եք տալիս մի ամբողջ ճաշի։ Դուք արիստոկրատ, դուք հոգեբան, դուք իրավաբան, դուք ամեն ինչ։ Ես անկեղծ չգիտեմ, այն տեսանյութը մեր դիտողները տեսել էին, Լիան էր, հա, տեղադրել իր Facebook-յան մեջ, որ մարդու կողքը կանգնած, կինը ասում է ամենաշատը քեզ եմ սիրում։ Դուրջ։ Հա, չեք տեսել։ Ամուսինը ինչ անում։ Ոչի բան, ոգևորում էր կնոջը։ Ամուսինն էլ ասում, ես էլ եմ ամենաշատը փոշի։ Չէ, երկու տարբեր կարծիքներ ունեցող կանայք էին վիճում, մեկը հա իշխանության կողմնակից էր, մյուսը չէ։ Այդ իշխանության կողմնակից կինը ամոթանք էր տալիս այն մյուսին, ով որ չէր ընդունում, չէր սիրում Նիկոլ Փաշինյանին ու իր կողքը իր ամուսինն էր։ Վերևն Աստված ներքևն։ Հայլակից թվում է դու նախանձում ես մեր վարչապետին։
Չէ, Ես իրան այդքան սեր խոստովանող կա։ Չես կարդացել մեկնաբանությունները։ Փայլա քո մանկավարժականի կուրսեցին էր գրել, որ ճանաչում է այլազել են մեկնաբանությունները։ Աստղա փայլակա, աստղ։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Հետ կապված մի բան ասեմ, էլի, եմ որ ասում եմ մենք ստրուկ ենք եղել, մենք գերության մեջ ենք եղել։ Իմ խորին համոզմամբ ստրկությունը այդ հոգեբանությունը, ստրուկի հոգեբանությունը, այդ բան չի էլի, ասենք որ ասես, վայ ես ստրուկ էի, ազատվեցի ստրկությունից, այդ մարդու ազատության գիտակցումը չունենալն է, ասենք ես ոչ մի իշխանության ժամանակ ստրուկ չեմ եղել, չեմ լինելու, ուզում կամ չեմ զգացել, ինձ ստրուկ։ Չէ, նայպես հաճոյանալուն էլ էլի ձև կա, իսկականից եմ։ Ես չեմ ուզում էլի, որ մեր հասարակը կարան լինեն մարդիկ, ովքեր իսկապես կարան այս իշխանության կողմնակից լինեն, ու դա նորմալ է։ Այո, նորմալ է, որովհետև կարող է մեկնել մեկ ուրիշ տեխնացուի է շատ սիրում, հիմա մեկն էլ ինձ է սիրում, մեկնաբանություններում գրում է, բայց լավ այդ ձև մեկնաբանել, այդ ձև արտահայտել սերը չի կարելի, ժողովուրդը իսկապես չի կարելի, որովհետև աշխարհը ցուրտ է ու խաբուս։ Ակաբեսերը դու միշտ բան պահեք։ Բայց հիշում եք, որ բանը մի հատ տեսանյութ կա, ինձ Նաիրա Զորաբյանն ասաց այդ տեսանյութի հետ կապված, որ մի մարդ բան էր արել, ասել էր հեղափոխությունից հետո Գագո էր այդ մարդու անունը, փոխել էր անունը Նիկոլ։ Փոխել էր անունը Նիկոլ, լուրջ եմ ասում։ Իմ անունը Նիկոլ է։ Ես տեղյակ եմ սա։ Ազգանունն էլ Փաշինյան։ Չէ, հələ չեմ փոխել, բայց շուտով։ Շնորհակալություն։ Ասենք դուք պատկերացնում եք ամեն իշխանությունը փոխվելուց այդ մարդը ոգևորվի, տենց էйֆորիայի մեջ իր անունը փոխի, ասում ինչ լավ է Աննա Հակոբյանը չի եղել վարչապետը, որտեղ Գագուն դառնալու էր Աննա, անունը փոխել։ Բայց նայ, խոսեցինք անուն փոխելուց ընտրություններից, բայց էլի այս շաբաթ էլ, այս ազգային ժողովը քանի որ բավականին թեժ էր ու իդեպ այս շաբաթվա կառավարության նիստն էլ հա տեղափոխվեց, 5 շաբթի դե ավանդական պիտի տեղ ունենար տեղափոխեց ու մինչև ազգային ժողով հասնելը, եկեք հանուն արդարության այս սիրային սիրառած շարքից հետո ասենք որ նաև Փաշինյանին մոտեցել են մարդիկ, որոնք ասել են քեզնից հիասթափվել ենք, 10 հոգի ձեն ունեին, քեզ էինք ընտրում, բայց չենք ընտրել։ Մի հատ հատվածներ Արագ դիտենք նաև հակառակ պատկերը կա, էլի դա էլ դիտենք նոր անցնենք ազգային ժողովին։ Ոչ մի բան չարեցի։ Ես քեզ խնդրում եմ, մենք ունենք 10 հատ, 10 ընտրող ունեմ իմ տան մեջ։ Ես քեզ հարգում եի, սիրում եի։ 10 ընտրողից ոչ մեկ չի դրի քեզի, որովհետև դու Ասլանին տեղ տվիր, Ասլանը սպանեց իմ արտին։ Ինչ ասում չեմ լսում, չի լսում։ Ես էլ չեմ հասկանում ինչի համար, բայց ինչքան գիտեմ, ինչքան ես եմ լսում, ասում Ասկիարին տեղ տվիր։ Թուրք Ասկիարին տեղ, ասում ես չեմ ընտրել, քեզ հավատացել եմ տեղ ընտրել, քեզ չեմ ընտրելու, որտեղ դու Ասկիարին տեղ։ Չէ, դե որ հիասթափողները շատ են, այդ չել քննարկում։ Եկեք հիշենք, էլի։ Ժողովուրդ, եկեք ես հիշենք։ Կինը ճիշտ է ասում։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը թշնամին օկուպացրել է։ Սահմանամերձ քաղաքացիական ջերմուկը մեր առողջարանային քաղաքը, որոնք դրանք հաշվի առնելով կհիասթափվեն, չեն ընտրի։ Ասենք ոնց կարող է այդ հետևանքները հաշվի չառնելով հիասթափություններ չլինել։ Բնական է, որ ոչ չասի Ասկիարին տեղ է տվել իր էլեկտորատը։ Փաշինյանը նաև գնացել է Եզդիների եկեղեցի, դիտենք նաև այդ տեսանյութը, թե ով է նրա առաջը կտրել։ Սկզբում Ալեն Սիմոնյանի, հետո հանդիպում է Փաշինյանը։ Ալեն Սիմոնյանի գլխին գալով է։ Ձեզ մի հարց կարել է, ուզում եմ մի հատ հարց կարել, ձեզ չէ հենց… Ախեք եկել, ինչ գործ ունեք ստեղ։ Եզդիների շարակրություններ հետ կապած բան կա, որ այս տարիքան տարագամեջ ինքը եղել է վարչապետ, մի օր չի այցել մեր եկեղեցին։ Այսքան տարագամեջ ոչ մի բան Եզդիյանքի համար չի արել։ Ոչ։ Բանը չի կարել։ Ոչ։ Հետաքրքիր է, այսքան տարի հետո այդ ընտրություններ հետ կապած ինքը այսօր արել է այստեղ։ Չափ հետաբերելու համար արել, Եզդիների համար արել։ Կոպեկան չի։ Ես ուզում եմ այդ հարցը տայնա, հենց ընտրությունների հետ կապված այս տարի որոշեց գա։ Ամեն տարի Բաքոյանինում համարապազնամավոր սարքել։
Պես համայնքի մարդկանց խնդիրները բարձրացնելու, լուծում տալու։ Այ գալիս է նույն Բաքոյանը գալիս է ուզում կնոջ վերանը փակի։ Այսինքն լրացնի կնոջը։ Այս ազի զորով խիեք, ասենք ինչ կարիք կա այդ մասից բան արում։ Եկել է։ Այսքան տարի հետո 8 տարի հետո Քեք այսօր ընտրությունա ձեն եք ուզում։ Բայց հարցը Չէ, բայց նայ ոնց են անհանգստանում բոլորը եւ նայ միանգամից հարց տամ ինչի համար այսքան տարի ո՞չ մի տվեց ես իրավունք ունեմ ես Հայաստանի քաղաքացի եմ եւ ես դե ազգի ներկայացուցիչ եմ Ինչ կապ ունի սիրելի քույր հիմա եզդիական տոնա մեր նոր տարին է եւ թույլ տվեք նոր տարին է եկել ես մեր ազից տոնը արամես Եթե լսեք պտտվող լուրերի Բաքոյանը ստեցողը դրա համար է ինքը պետք է զգուշ լինի ըստ պտտվող լուրերի Ես մի հարց կարելի է Գնաց Այսպեսով, այնպես որ ամեն ինչ այնպես չի, որ միանշանակ է, հիմա անդրադառնանք արդեն ազգային ժողովին։ Այո, ազգային ժողովում, բայց ինչ ասես չի եղել, որ ազգային ժողովում։ Կորել էր փոխնախարարը, չէ՞, դեռ սկսենք այդտեղից։ Փոխնախարարը կորել էր, չէին գտնում։ Ինչ մի պանիկայի թեմա։ Եվ իմ նախկին գործընկեր Ռուբեն Ռուբինյանը ման էր գալիս։ Քո նախկին գործընկերը այս շաբաթ ինչ։ Շատ վատ արտահայտվեց։ Քննարկում ենք կառավարության ներկայացրած էկոպարեկային ծառայության մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյան։ Ստեղ չի։ Ումունատ։ Տիկին Անահիտ ստեղ չի։ Нет։ Բայց ինչի՞ չկա Ռուբինյան։ Չկա։ Nicht։ Պարզեք ուրա։ Մացակ Չէ, նիղտը չեներ։ 20 րոպեն միջում։ Գնաց Վալերիան կախմելու։ Բայց ճիշտ անում, անկեղծ ճիշտ անում։ Ճիշտ կառավարության Իհարկե պետք է Բայց լինի։ կարևոր արդարացում ուներ այդ մարդը։ Խնդրում եմ քարտուղարությանը շտաբ կապվել եւ հասկանալ որտեղ է փոխել։ Հեսա կա տեսանյութը։ Չէ։ Հարգելի ազգային ժողովի պատգամավորներ, նախ կներեք ուշացման համար նոր մուտք էի փորձում ավելի կարճ երկար ստացվեց Նոր մուտք էի փորձում ավելի Այսինքն ինչ-որ նոր ճանապարհ էր բացել, ինչ էր արել Ու չորնի խոդով ուզելա երեմ մտնի ազգային ժողով, ստացվել է երկար ավելի Հիմա կարող է մարդը չի կարացել գնացել Բայց ինչ էր եղել Ինչ է Ասաց նոր մուտքով Չէ, դու որ ասեցիր սխալ արել Ռուբինյանը ազգային ժողովը լրագրողների հետ պահվածքը չես տեսել ազգային ժողովը Հա ոչ չես տեսել Լա ինձ է խոսացնում Չեմ խոսացնում հարցնում եմ որ պատմես Նախ Ալեն Սիմոնյանն անդրադառնանք հետո քո Ռուբինյանին կանդրադառնանք Չէ Ռուբինյանը իմը չի Ալեն Սիմոնյանն չտեսակ ինչ արեց այդ ճեպազրույցը հետո նոր Ռուբինյան Ալեն Սիմոնյանը շատ վատա զգացել է Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի Թե չես զգաց։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը զգացել ես։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը չլեր, ձեր մեծամասնությունը հիմա ինոագենտ կլինեին։ Օրինակ 2021 թվականին եթե Իդեպ նույն բառը նոր Նիկոլ Փաշինյանն օգտագործեց ինոագենտ, բայց ընդդիմադիրները 2021 թվականին ընտրությունները այլ կերպ դասավորվեն, հիմա ձեր մեծ մասը ինոագենտ կլինեն, դու բանտում կլինեիր կամ Ինձ ասում ես բանտում ես Իսկ կարող եմ Ֆայլաբազար ինոագենտ Այդ ինչ է ես իմ կարծիքով Իսկ կարող եք ասուլիսն Արիստեղ Թևից քաշել Շարունակեք իրան հարցեր տալ Շնորհակալ Չէ, բայց դու պետք է չգայիր Ինձ ուրիշ բան է հիշեցրել Ես շոկի մեջ էի, թեպիցս բռնած Ինձ ուրիշ բան ասա հիշեցրել տես Он обещал вернуться. Տես, բայց թույլ տուր Ռիփսիմե, ես այս պատմությունը պիտի պատմեմ, Փայլակը կարծես չի լսել։ Երբ էր դա, որոշ ժամանակ առաջ մենք Ալեն Սիմոնյանը անցել էր Լաչինի Միջանցք, որ անվանում են այդ պատմությունը։ Այո, որ նստել էինք օպերատորները, մենք էլ չէ լրագրողները նստած չէին եղել։ Օպերատորներն էին այո, օպերատորներից մեկը ինչ որ ձևով էր նստած եղել։ Ու դա իրան դուր չեր եկել։ Ու ինքը անցել էր, չէր ինչ որ զգաստացել, չէր զգոնացել, եկանք մենք ազգային ժողովի միջանցք այն պահի, որ աթոռները տարել են։ Տես, ես նկար ունեմ այդ օրերից պահած։
Մենք ստիպված ակցիա արեցինք, մենք նստեցինք։ Այդ ցույց կտաս։ Մենք նստեցինք, այսպես գետնին նստեցինք, ու երբ որ ընդմիջման ժամեր դուրս են գալիս, բոլոր հարցնում են, ինչ ա ուր են ձեր աթոռները, ու մենք բացատրեցինք, ասեցինք ուր են աթոռները եւ այլն։ Ըստ ամենայնի արարքը քանի որ adekvat չէին համարել, չէին որակել գործընկերները, զանգել էին իրեն, ենթադրում ենք, որ ամեն դեպքում ասել են, որ ճիշտ բան չես արել։ Խոսնակը, խոսնակը, այսինքն Ծովիկներ Խաչատրյանն այդ ժամանակ խոսնակը ստիպված, որ ասենք մենք ստատուս գրեցինք, չգիտեմ, գրառումներ արեցինք, աղմուկ բարձրացրեցինք բնականաբար, որովհետեւ չենք պատրաստվում համակարգիչները ձեռքերս գետնին տևական նյութ գրել։ Պոլի վրա նստած բառացի ազգային ժողովի նյութերն են գրել, որովհետեւ աթոռները տակներիցս հավաքի տարել են։ Ինչա իրականում չեն զգոնացել օպերատորները, այսինքն չես զգաստացել։ Ու ինքը մի խումբ լրագրողների կանչեց իր մոտ, Կներես օպերատորներին կանչեց եւ մեկ լրագրողի, որը ես էի, որովհետեւ լրագրողը որոշեցինք, գրառում էի արել, կանչեց իր մոտ, հեռախոսները բնականաբար նախորոք հավաքեցին եւ այլն, այսպես օպերատորներով նստած բան, ու Ալեն Սիմոնյանն ասում է, ինչի ենք հավաքել մեր աթոռները, մեր աշխատանքային պայմանները, ասենք, խելք վատթարացրել, ասենք, մենք ոնց աշխատենք այդպես ազգային ժողովում։ Ալեն Սիմոնյանը ինչ արեց, sense կոշիկը հանեց, sense դրեց սեղանին, ու ես ոնց որ այստեղ քո տեղում նստածն եմ, sense կոշիկը 42 համար էր, ակնու թե 43-ի վերջում։ Բայց ես հիշում եմ համար այս եկավ դեմքիս մոտ ուղղ։ Ես հիշում եմ քո դեմքը։ Ասես sense նստեմ լավ, հա։ Ասում եմ, բայց այդպես չեն նստել, մարդ ուղղակի հեռախոսի մեջ չի նկատել կամ ասենք գործերի մեջ ա եղել, չի տեսել։ Մի խոսքով վերադարձրեցին ամեն դեպքում աթոռները։ Բայց մի րոպե, այստեղ նա կարևոր բան կա։ Չէ, ես ուզում եմ ասել, երբ որ իրենք այտենց ես բանը այսպես բերում էլի փռնթատեցիք ինձ չի կարելի բարեկիրթ եղեք մի քիչ էթիկապես Ալեն Սիմոնյան չի հիշում միթե ինքը իրան ոնց ա պահում Հրիփսիմեն ապշած ես չեմ չափազանցնում աչքերը չորտարը ես ընդեղ եմ եղել բայց նաև Հրիփսիմեն թող ասի որ որոշ գործընկերներ ի դեպ նաև հա ասեցին խի եղավ սենց այդ խոսակցությունն էլ եղավ այո կան նաև ինքը հատուկ դրա համար արեց ես վստահ եմ ինքը այնպես անը որ դե լրագրողներ տեսեք ճեպազրույց չեմ տալիս որովհետև ձեր գործընկերը ռիսկ է անում հակադարձի իմ ասած հակադարձն ինչ ասում բանտում կլինեիք Նիկոլ Փաշինյանը Ես բանտում չեմ եղել Նիկոլ Փաշինյան, ասենք դու տեսար ինչ որ անթույլատրելի բան եղավ, ինչ է նշանակում բանը։ Պետք է չգնայիր, ասեք, ասենք խի լրագրողն է, որ հարց տա ազգային ժողովի նախագահին կամ ընդհանրապես падգամավորի ազգային ժողովին, այդ է ստացվում իր ասածը։ Ու արմունկիցս բռնել եմ, որ ես անակնկալի էի եկել իսկապես դրանց, այնպես չի որ ես եկավ ճեպազրույց տալու, ես ուղղակի չհասկացա ինքը ինչ անում։ Բայց ճեպազրույց չտվեցիր։ Արմունկիցս բռնեց, կանչեց, քաշեց մի կողմ, մի խոսքով։ Սիրուն չէր, տհաճ էր, գեղեցիկ չէր, եթե հարցերին չէիք ուզում պատասխանել, պարոն Սիմոնյան, հենց այդպես էլ ուղիղ ասեք։ Ես այդպես հասկացա։ Չնայած ինքը հանուն արդարության, ասենք, միշտ պատրաստական է հարցերին պատասխանել։ Բավականին երկար միշտ խոսում է, ի տարբերություն, ասենք, Արարատ Միրզյանի, որը ավելի փակ էր, ավելի քիչ էր ճեպազրույց տալիս, քան ինքը։ Ալեն Սիմոնյանի հետ բարդ չէ։ Չէ, իմ հավանը, իմ հակասությունը, այսպես ասած, դիսկոմֆորտը այդտեղ է, որ մարդը պահանջում է էթիկա, հարգանք իր նկատմամբ, որ հարգանք եւ էթիկապես չգիտեմ մոտեցում չունի։ Չէ, այս է դեպքով չի պայմանավորված, բայց ես նաև օրինակ այս մեր գործընկերների որոշակի առումով խնդիրն է, ու մենք երբ որ օրինակ նույն ճեպազրույցները ավարտվում է, որոշ ժամանակ հիշում ես քննարկում ենք, օրինակ կարանք բաց եւ շատ ուղիղ ասել, չէ, օրինակ մենք շատ ժամանակ չենք լսում իրար ճեպազրույցների ժամանակ, ընդհատում ենք, օրինակ երբ որ հարց է տալ, օրինակ Հրիփսիմեն հարց է տալիս, կարող է ես էլ ինքս, հələ բանախոսը չի պատասխանում, հաջորդ հարցն եմ ուզում տամ։ Չէ, ոչ թե հաջորդ, այլ բան է ասում, որը իրականում այդպես չի, ոնց որ ուզում ես հիշացնես, որ այդպես չի, դա բնական է ու ստացվում է, որ իրար վրա է դուրս գալիս։ Շատ լավ, կարելի է ասել no comment, չեմ մեկնաբանում։ Լրագրողի թևից քաշել, բերել, ոդկա հանել, դնել սեղանին, կասեք սրա արդարացումը ո՞րն է։ Չէ, բայց ես չեմ ասում արդարացնում եմ, ես ասում եմ, որ նաև որոշակի դեպքեր լինում է, երբ որ լրագրողներն էլ ճեպազրույցները հաճախ վերածվում են ունեցել, մենք հենց լրագրողներով իրար մեջ, ու դա էլ ասենք, օրինակ, նույն մեր գործընկերները անկախ ամեն ինչից նայում են այս հաղորդումները, մեզ հազար անգամ ասել են, չէ, որ նայում ենք, սպասում ենք, որ նայենք եւ այլն, օրինակ, կարակ սա էլ հնարավորություն, որ հաջորդ անգամ փորձենք իրար լսել, փորձել թույլ տալ, որ բանախոսը խոսի, որպեսզի մեզ հետևող մեր գործընկերներին այս հաջորդ տեսանյութը, որ դիտենք Ռուբինյանի հետ կապված, եւս մի ուղերձ ունեմ, որ այդ ուղերձը մենք այստեղում էլ արեցինք, ասացինք եկեք ավարտենք ճեպազրույցը։ Այո, եթե մեզանք ասենք, ինձ չէր վիրավորել Ռուբինյանը, քեզ չէր վիրավորել, բայց ես իմ գործընկերոջ փոխարեն
վիրավորվեցի ու ինչ ասեմ, իսպանական ամոթ ասեմ, չգիտեմ, ինձ համար վիրավորական էր այդ վիճակը։ Եկեք դիտենք տեսանյութը Ռուբինյանի պահվածքը այս անգամ դիտելու, որը չգիտեմ, իմ համար Եվ ինպես զայրացել է, որ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ իրենց տերերի հրահանգով փորձում են ստեղծել մի տպավորություն, թե իբր ինչ-որ տնտեսական խնդիր։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Դե ասեցի չկա։ Առհասարակ Մոսկովյան այցից հետո ռուսական կողմից թե Պուտինը, թե Օվերչուկը շատ կոշտ հայտարարություններ հնչեցրեցին, այստեղ էլ դա շարունակվեց, օրինակ Ալիսմանյան ասում էր, եթե գազի գինը թանկանա, կամ ԵԱՏՄ-ից համ հապկից դուրս եկան։ Գազի գինը թանկանա։ Չէ, մի վայրկյան ինչի պետք է թանկանա։ Մի վայրկյան ես ձեր հետ չեմ, Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակնություն չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետք է թանկանա։ Մի վայրկյան, չի հնչել, գազի գինը ինչի պետք է թանկանա։ Մի վայրկյան, դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, ճշնամական գործողություններ կատարի, ինչի համար։ Նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ նրանց ենթարկող լրատվամիջոցներ։ Ներողություն, մի ընդհատեկից, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին։ Մի վայրկյան, ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին, ես թիրախավորելու եմ լրատվամիջոցներին, ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզնից բոլոր այն լրատվամիջոցները, մի վայրկյան, բոլոր այն լրատվամիջոցները ձեզնից, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո։ Հիմա բանից իմացեք։ Ինչ վերաբերում ես նույնիսկ գիտեմ որ շատ լավ, հեչ թափանցիկ չի, ես չգիտեմ ով ֆինանսավորում, շնորհակալ կլինեմ եթե հայտնեք հիմա։ Դե հայտնեք իմանանք, հայտնեք բոլորս իմանանք, ով է ֆինանսավորում, բայց ներողություն, իմ մայրը խմբագիր չի, խմբագիր մի վարքյան Դե հիմա լսեք, ես ձեզ խնդրում եմ նախ ձեզ պահել դաստիարակված, ոչ մի դաստիարակված մարդ չի, մի վարքյան, ուրեմն լավ չի դաստիարակել իմ մայրիկը ձեզ, որովհետև դաստիարակված մարդը երբեք որևէ մարդու չի ասի հարգեք ձեր մոր հիշատակը։ Իսկ հիմա լռեք, այո, ուրեմն ես ցավում եմ, որ իմ մայրիկը ձեզ լավ չի դաստիարակել։ Չէ, հիմա նայ, լավ, եղավ։ Հիմա ինչա մեդիա հաբի լրագրողը շարունակում միկրոֆոնով կանգնել այդտեղ։ Ես այն միջադեպից հետո ասացի, ես էլ չեմ պատրաստվում այս մարդուն լուսաբանել, շարունակել լուսաբանել, որովհետև գործընկերոջս անդաստիարակ է ասում փաստորեն, բայց այն լրագրողը, որին վիրավորել է, շարունակեց մնալ ճեպազրույցին ինձ համար անհասկանալի պատճառներով։ Հիմա ամեն մեկ ունի իր բացատրությունը։ Չէ, ամեն մեկի բացատրությունը խնդիր չի, հասկանում իրավիճակ է, որը երեխեք այդ պահին մարդը չհասկանա, որ իր հետ ինչ է կատարվում։ Հետո դուք գիտեք, որ մեր համար շատ կարևոր է մեր ռեպորտաժը, մեր տեսանյութը, մեր կադրը, օպերատորի համար իր տեխնիկան եւ այլն։ Այսինքն այդ պահին լրագրող ինքը անձ չի, այդ պահին լրագրող ինքը միջոց է, որով պիտի հասցնի ինֆորմացիան։ Հիմա կարող է ինքը այդ պահին իր անձնական վիրավորանքը փորձել է դնել մի կողմ, որ գործը անի, բայց հետո այդ անձնական վիրավորանքը շատ ծանր հետևանք ունենա։ Ես քո հետ համաձայն եմ։ Երկար ժամանակ երբ որ ասում էին, ասենք Անդրանիկ Քոչարյանը բան ասում բոյկոտեք մի բան, ես ինքս ասում եի, չէ, պիտի շարունակենք նրան լուսաբանել, որովհետև իրենց համար կոմֆորտ զոնա ենք ստեղծում, երբ որ չենք լուսաբանում։ Այդ առումով համաձայն եմ, բայց որովհետև դուք հո գլխավոր առաքելությունը անմիջապես տեղի ունեցածի բայց անմիջապես դեպք է տեղի ունենում։ Իրեն լրագրողները չեն կարող այսպես միասնական իրենց բողոքի նշանը արտահայտել, որովհետև այսօր մեդիա հաբի լրագրողինն է թիրախավորում, անդաստիարակացում, վաղը հերթով գնալու։ Դա արդեն ոչ թե իր, այլ գործընկերների խնդիրն է։ Այդտեղ համաձայն ֆոն է ստեղծում, որ տեսեք ձեզ շան լափը թափում են ձեր գլխին, ձեզ են որ դռնից հանում են, պատուհանից եք մտնում, դուք բան եք, անկոչյուր, բան, սենց է ստացվում էլի, ու մեր գլխավոր առաքելությունն է, որ մենք գիշեր ցերեկ չունենք, քուն դադար չունենք, ընտանիք չունենք։ Պետք է հղես գործընկերներիդ։ Այդ է ուղերձը, որ մի լռեք, այսօր մեկին են վիրավորում, վաղը ձեր դուրը կա չոքելու այդ ուղը։ Խորհրդարանում ես կուզենայի ուշադրություն հրավիրեի ընդդիմության պահվածքի վերաբերյալ։ Չկան այդ մարդիկ, ըստ էության չկան։ Օրինակ, դու գալիս ես
իմ հետ մյուս լրագրողը մենք առիթը բաց չենք թողնում, չէ, արկա խնդիրները բարձրաձայնելու իշխանության տարբեր ներկայացուցիչների, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Հիմա մենք ավելի շատ հնարավորություն ենք, դե շաբաթը մեկը Նիկոլ Փաշինյանը ճեպազույց տալիս։ Ընդդիմադիրները քարորիայից յուրաքանչյուր չորեքշաբթի օրը, բայց վերջի 2 քարորիայի ժամանակ այդ մարդիկ չեն գալիս։ Լավ, այսինքն դու ինչ անիմաստ է, մի բան էլ ինքն է հոխորտում, մեղմ ասած պորտները տեղն է դնում ճանապարհում։ Հա, ճիշտ ես ասում, մենք շարունակում ենք գնալ մեր առաքելությունը կատարել, ճիշտ ես։ Իսկ ո՞րն է ընդդիմության առաքելությունը, ի՞նչն է, գալ խորհրդարան, պարգևավճար ստանալ, աշխատավարձ ստանալ, հիմա մենք չասենք, էլի պարգևավճար ուրիշի են տալիս, գործողումների գնալ, գործողումների գնալ, ու ես օրինակ առաջարկեի, այս ընդդիմության վերաբերյալ ամենալավը միշտ Նաիրա Զոհրաբյանն է խոսում, օրինակ եթե դեմ չեք, կուզենայի զանգե իրան։ Զանգի։ Հա, այն որ ասում է Կալաշնիկովը պահես ճակատների մանդատը չեն դնի, բայց ճիշտ է ասում, որովհետև Ումյանայի այս մանդատը դրային ինչ են շահելու, այս էլ կա։ Ինչ եք շահելու, երբ որ ընդդիմություն մանդատը դնի։ Իսկ որ կա այս ընդդիմությունը, ինչ ես դու շահում։ Գոնե որոշակի խայտարակ հայտարարություններ անում է, Այսինքն ընդդիմությունը անում է հայտարարություններ, որոնք օրինակ չգիտեմ, որոշակի առումով իշխանության տարբեր գործունեությունների վերաբերյալ բացահայտում է մամուլը, գտնում են լրագրողները։ Իմ համար օրինակ շատ բաներ, որ այս վերջին քարորիայում Փաշինյանը սելֆի էր անում ազգային ժողովուրդ, հա, մենք գտնենք, մենք բացահայտենք։ Ասում է պարգևավճարի համար եկել են մենակ քվեարկելու։ Տեսեք, մենք գտնենք, մենք բացահայտենք։ Փողի համար են այդ մարդը։ Լավ, մենք գտնենք, բայց միջ խորհրդանական այսպես պետությունների մեջ հանձնաժողովներ կա, մենք այդ հանձնաժողովներում չենք կարող լինել, մենք այդ ձայնը այնտեղ չենք կարող բարձրացնել, այդ չգիտեմ նիստերին եվրոպական միության բանը մենք չենք կարող մասնակցել, այդ գոնե իրենց միջոցով պիտի արվի, այլ հարցը լավ է արվում, վատ արվում, բայց ես մի քիչ համակարծիք չեմ, որ այդ մանդատները պիտի վայր դնեն այդ տեսակետի հետ, ինչի, որովհետև դա մի հարթակ է, որտեղ մենք լրագրողներս չենք կարող դա լրացնել, այդ հարթակը որտեղ իրենք պիտի անեն։ Նախ տեսնեմ կպատասխանի։ Բայց մետ ասեմ էլի, որ եթերում ենք նոր բարձրախոսը միացնեմ։ Մենք իդեպ նախքին այն աղջկան ես չհասցրեցի ասել։ Տիկին Զոհրաբյան, բարև ձեզ։ Ոնց եք։ Չճանաչեցիք իմ ձայնը։ Ու ձայնը ոնց կարող չճանաչել։ Մենք եթերում ենք, եթե դեմ չեք հիմա բարձրախոսը միացնեմ, որ համել իմ գործընկերները լսեն։ Սիրով ասում։ Հա, լսում եմ, ես էլ եմ լսում։ Մարդիկ չեն լսում, բարձրախոսը միացնում։ Հա, միացնում եմ։ Տիկին Զոհրաբյան, օրինակ նայեք, մեր օվերդոզի շրջանակներում քննարկում էինք ընդդիմության վարկագիծը եւ ասենց ընդդիմության, հա, վարկագիծը, որ օրինակ իրենք չեն գնում Նիկոլ Փաշինյանին հարցեր չեն տալիս, բայց պարտաճանաչ գրանցվում են, ու այսօր Նիկոլ Փաշինյանն էլ տեսավ, տենց հա բավականին ուրախացրել ու ծիծաղեցրեց իրան, այդ հանգամանքը, որ գալիս են գրանցվում են, որ հանկարծ աշխատավարձից չզրկվեն, ու 5 տարի շարունակ ես ուզում եմ դուք էլ հա ձեր տեսակետը հայտնեք, լավ, այս էր ընդդիմության ամբողջ պոտենցիալը։ Փայլապ ջանի, ես ու դու այդ հարցը շատ են քննարկել եւ իմ դիրքորոշումը քանի որ դուր չի գալիս մեր ընդդիմադիրներին եւ քանի որ ինձ բացարձակապես չի հետաքրքրում իրանց էմոցիաները, ես շարունակելու եմ պնդել։ Ես պնդում եմ եւ ես իմ որևէ դեր հնարավոր տարբերակ իրանք չեր առաջարկել, որ ես զգամ, որ ինչ-որ բան սխալ եմ ասում, ես չեմ տեսել ընդդիմություն, այս պահին առկա ընդդիմություն, որի նպատակը այս իշխանությանը հեռացնելն է։ Առ այս պահը սրանց նպատակը խորհրդարանում պատգամավորական մանդատից սվաղված լինելն է, պատգամավորական մանդատի բոլոր բոնուսներից օգտվելն է, բարձր պրեմիաներ, գործուղումներ եւ երեքշաբթի օրը հայտարարությունների ժամին դա ամենաանվնաս միջավայրն է, որտեվ չկա Նիկոլ Փաշինյան, ամենաջերմոցային, հա, միջավայրն է, հերոսական հայտարարություններ անել կամ պարբերաբար եւ դա այս ընտրական փուլում չի, որտեվ ընտրական փուլին գալ Նիկոլին
հարցեր տալ, ինքները սկսի բոլոր կարմիր գծերը անցնել, դա իրանք էլ հայտնվեն ոչ կոմֆորտ իրավիճակում, դա հաստատ իրենց ընտրական բոնուսներ չի բերելու։ Ուստի եւ իրանք ընտրել են այս տարբերակը, գան գրանցվեն, որ աշխատավարձից չզրկվեն մինչև վերջի կաթիլը աշխատավարձը ստանան եւ հետո հայտարարությունների ժամին իրանց հերոսական հայտարարությունները կտրեն դնեն իրանց սոցիալական էջերում, իրանց ակտիվը կամ իրանց անձնական ֆեյքերը ծափ տան, ուրախանան։ Բայց Տիկին Զոհրաբյան ջան, կներեք էլի։ Կներեք, Տիկին Զոհրաբյան, այն որ բանը, Էդմոն Մարուկյանն ասում էր ինչ անեն, գնան շենքեր գրավեն, գնան ինքնասպան, ինչ անի ընդդիմությունը։ Ինքնասպանության դիմեմ դրան։ Օրինակ ինչ անեմ, զինված խումբ ձևավորեմ, մարդիկ սպանեմ, բա ինչ անեմ։ Շենքեր գրավեմ, վառեմ շենքերը։ Ինչ անեմ։ Չի գնում հարց ու պատասխանին, ասում եք, վայ, չգնաս, բայց մի րոպե, եկեք մի քիչ սայահեղի չենք ամեն դեպքում։ Հարց պատասխանին լինում էին, այնպես չի որ մի բոլորին չեն լինում։ Վերջիններին չեն եղել։ Այս ընտրական փուլում չեն գնում, որովհետև լավ գիտեն, որ այս մարդը տենց մի հատ բանի է սպասում, բայց այս կոնկրետ այս պահին իրանց ազգային ժողով գնալ չգնալը, ես կարծում եմ մեր գերակա խնդիրը չի։ Մեր գերակա խնդիրը ես կամիկադզե, որ ասում եմ, հա, մահապարտ, որ ասում եմ, բնավ նկատի չունեմ, որ իրան գնան մի հատ նռնակ գրկեն, իրանց պայթացնեն։ Քանի որ Նիկոլը իշխանությունը պահելու մահապարտ է եւ դա տեսանելի է, չէ, ասենք պարզա տեսանելի է, ինքը ամեն ինչի գնալու է, ամեն ինչի, հնարավոր ու անհնար։ Ուստի եւ եթե մեր ընդդիմադիրները, որտեղ իրանց բոլորի Այդ մարդկանց ասում են դուք թել եք բաժանում։ Ով է ասում, ես։ Արփի Դավոյանը։ Արփի Դավոյանն էր ասում, Նիկոլ Փաշինյանն էր երկրորդ տեծիրան։ Երբ, ինչի չլսեցի հարցդ։ Ասում եմ ընդդիմությանը բնութագրելիս Նիկոլ Փաշինյանն ասում է, որ վեշերը հավաքել արդեն գնացել եք, դուք առնվազն տուքի թել բաժանող եք եղել։ Դե գիտես, եկեք Նիկոլ Փաշինյանին չվերլուծենք, որտեղ ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք է դիմել Նոբելյան պետական մրցանակին, որ Նոբելյան հանձնաժողովը սահմանի տարվա մանիպուլատոր մրցանակը եւ ես ձեզ վստահեցնում եմ, առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5 6, 7, 8 տեղերը գրավելու է ինքը։ Ես ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել։ Մեր ընդդիմության խոսույթը, որ գոյաբանական խնդրի առջև են կանգնած։ Երկիրը կանգնած է լինել չլինելու ճանապարհին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մահապարտ է իշխանությունը պահելու։ Հարց ձեզ։ Հիմա ես եմ քեզ հարց տալի, Փայլակ ջան։ Ասա, որ ընդդիմադիր ուժնա մահապարտ։ Մահապարտ էլի եմ ասում, անկած չմտածեն, որ ես ինձ կոչ եմ անում, գնան մեռնեն, չէ։ Չկա նման ընդդիմադիր ուժ չկա։ Դե, բա որ հիմա չկա։ Մենք ինչի ենք զարմանում, որ հունիսի 8-ին մի լուսապայծառ Արարատյան երկուշաբթի մենք կզարթնենք եւ կտեսնանք, որ Նիկոլ Փաշինյանը իր սպառնալիքը իրականացրել է եւ վերարտադրվել է։ Էս է խնդիրը։ Տիկին Զոհրաբյան, բայց նախորդ հաղորդումից հետո, իդեպ, երբ որ դուք այսպես էլի այսպես թեժ քննարկում էինք ընտրացուցակները եւ այլն, մեկնաբանություններում գրել էին, հա, Նայրա Զոհրաբյանին չեն կանչել, ոչ մի ընտրացուցակում չկա, դրա համար այսպես բանի մեջ է Նայրա Զոհրաբյանին տարբեր բաց աբսուրդ է, չէ՞ որ Նայրա Զոհրաբյանին Այդ եմ ուզում ասեք, Եվ հիմա էլ առաջարկ կա, բայց ես ասել եմ, ես ընդդիմադիր պատգամավոր լինել չեմ ուզում։ Ես 15 տարի եղել եմ պատգամավոր եւ վստահեցնում եմ ձեզ, այդտեղ ոչ մի հետաքրքիր, ոչ մի դրայվոտ բան չկա։ Ես հասկանում եմ, որ նրանց ում օրակարգը լեցուն չէ, ովքեր ուրիշ զբաղմունք չունեն, ովքեր քաղաքական գործունեությունը պատկերացնում են, որ գան մենակ ազգային ժողով, ես այսօր Ռիփսիմե ջան դուք էլ եք տեսնում իմ օրակարգը ամիս առաջ գրում եմ ես, հա, իմ հանդիպումները, փայլատներ, այսինքն ես 5 անգամ ավելի հիմա զբաղված եմ եւ շատ ավելի արդյունավետ եմ լուծում
այն խնդիրները, քան գամ ազգային ժողովում նստեմ եւ ինչ որ ես տենց խնդիր չունեմ, ինձ հետաքրքիր չի։ Ես միգուցե իմ տեսակն է այդպեսին, իմ կյանքի յուրաքանչյուր փուլում ինձ ինչ որ բան ա լինում հետ։ Արփին էլ ձեզ հարց ունի։ Զոհրաբյան, մի էսպիսի հարց, երբ որ դուք ահա բարև ձեզ համել, երբ որ դուք էիք ընդդիմադիր падգամավոր, դուք արդյոք մահապարտ էիք եւ մահապարտ ասելով եւ երկրորդ հարցը էլի, եթե կարելի է, եւ մահապարտ ասելով ինչ նկատի ունեք, ինչ պիտի անեն, որ չեն անում։ Ես հիմա կդժվարանամ ձեր հարցին պատասխանել, որտեղ այն ժամանակվա իշխանությունը իր իշխանությունը պահելու մահապարտ չէր, որ մահապարտ ըլներ 18-ին իշխանությունը ժողովրդի ալիքից հասման տակ հրաժարական չէր տա։ Ես բայց գլոբալ առումով ես իմ տեսակով մարդ եմ, գործիչ եմ, ով ինչ նպատակ դնում իր արչև գնում է, ես կարծում եմ, այո, այդ առումով ես մահապարտ տեսակ եմ, այն առումով, որ ես չեմ ընկրկում, հետ դա բոլորին էլ կարծում եմ պարզ է, բայց տարբերությունը շատ մեծ է։ Ես նախորդ իշխանությունը այս կարմիր գծերը չեր անցնում, ես նաև ինչ որտեղ հասկանում եմ այս ընդդիմությանը, հա, երբ որ գեներալին ասում են դու դավայ ստուց կամ վրան շիշ են շպրտում, շատ դժվար է այդ իրավիճակում ինչ անել, կամ պատասխանես կտանեն կալանավորեն, կամ ուրեմն չպատասխանես եւ հայտնվես շատ խղճուկ վիճակում ուստի եւ ես չեմ ուզում լինել ընդդիմադիր падգամավոր, որովհետեւ ես անպայմանորեն պատասխանելու եմ եւ անպայմանորեն հայտնվելու եմ Աբովյանի եւ կանանց գաղութում, ինչը կատեգորիկ Ինչը մենք ձեզ բնականաբար չենք ցանկանա, Տիկին Զոհրաբյան, շնորհակալություն, կդիտեք Կիրակի օրը 18:30-ից Կկիսվեք ձեր Facebook-յան էջում։ Անսպասելի զանգ Նաիրա Զոհրաբյանին, տեսեք ինչ է եղել։ Շնորհակալություն։ Մենակ տեսնեք։ Բարի գիշեր։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում մեր երկրում, այն որ ֆուրոր, ամեն օր մեր աշխատանքը օրինակ, ամեն օր անկանխատեսելի է, էլ դատարանների դեմ են գնում, չգիտեմ, ազգային ժողովում խառը վիճակ, բայց Փաշինյանը ինչ ասում։ Կանանց է բռնում։ Դիտենք էլ այդ տեսանյութը։ Հա, տես։ Ես ինչ մի անգամից սաուն անցավ հանրապետությունում, այն նյարդը, այն լարվածությունը, այդ ինչ որ լիցք կա, լիցքը, որը մենք միշտ անդադ զգացել էինք, ներկա ժամանակներում մենք հանդարտություն ենք զգում։ Շատ հանդարտ խաղաղ վիճակ ասում, երկրում կաբինետից տենց է երևում, մի ջղայնացեք, մի նեղվեք։ Ուղղակի վարչապետի կաբինետից խաղաղ, հանգիստ, հանդարտ, հեծանի բան, այս Որոշել եմ լառնակա թռնեմ։ Լառնակա կթռնես, դու Քանի տարի ունես թոշակառու դառնալու համար։ Բայց լառնակը թռնելու համար թոշակառու լինելը պարտադիր չի, ժողովուրդ, դուք եք արագ թռնեք 900 դրամ է տոպսը։ Այդ որտեղից Գյումրիից։ Բայց մենակ տուդան է, այնտեղ գնալիս։ Բագնալը։ Բայց այնտեղից ծախսերը հյուրանոցներ բան, հաշվի ուտել։ Հայ, ու ես ուզում եի դրա մասին խոսենք, որ Հայ, տեսանյութը դիտենք, լառնակա թռնելու։ Այս ընթացքում ինձ ուղարկեցին պատկերներ։ Սկրինշոթեր ասում։ Ես խոսում եմ 15 եվրոյի մասին, որ Կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա։ 2 եվրո կարո։ Այսինքն մեր թոշակառուները, այսինքն 900 դրամ մոտ է, շտամ թռի։ 900 դրամով։ Քանի կոպեկ կա ձեր գրպանը։ Գյումրի Լառնակա ավիատոմս կա, երկկողմանի Ինչի՞։ մասին է, չէ՞։ Չէ, այնտեղ ասում են երկկողմանի, ասում է չէ։ Մենակ կարան թռնեն։ Դե ասա համա հանել են էլի դե անելու բաներ դա։ Հետ գայք էլի 900 դրամով։ Այսինքն մեր բարձրացրած թոշակով, ապրիլի 1-ից բարձրացրած թոշակով, թոշակառուն կարա 5 հատ տուդա ապրատնը տոմսարնի։ Դու հաշվից լավ ես, եթե Փաշինյան ստանում է 1.500.000 դրամ աշխատավարձ։ Լավ ենք։ Տես։ Եվ ինքը պարգևավճար, հավելավճար, չգիտեմ ինչ է դրանք էլ հետը գումարած մի խոսքով 3 միլիոնի է հասնում իր եկամուտը։ Ստացվում է ինքը քանի լառնակայի տոմս կարա առնի, թռնի, հետ չգա, թռնի։ Բայց ես դες դից մագնիս կբերեմ։ Բա, մագնիս։ Բայց լսեցի քեզ ինչ ասեց։ Ասма տոմս
Տոմսը տան թռի, էլ էդնի։ Էլ ուզում եք հաշիվներս այդպես մակրեք, հիմա էլ Դե չի ստացվում ոչ մի կերպ։ Թրծնեք լառնակա։ Կոպեկ դնում։ Հա, բայց սրա հետ կապված բանը Facebook-ում այսպես թեժ քննարկում էր, լառնական մարդիկ գրում էին Facebook-յան ընկերներից մեջ թոշակառու կա, որ լառնակա թռնող բան պետք է տանի։ Տենում եք, մեկը ինչ ուզում եք ասեք, ամբողջ օրակարգ։ Բայց առաջ էլ ասում էր Փարիզ են գնում կոֆե են խմում, հետ գալիս չէ։ Աշխարհագրությունը Ես գնացել եմ մարզերում անգեղակոթում, օրինակ ասացի, պապիներս այնց շվարած բերատներ է, բայց Փարիզ, մենք կարային գնանք Փարիզ, պաստորեն։ Տես բանը, Քոչարյան Կարենը, քաղ տեխնոլոգ ասում, անհանգիստ եմ, տեսնես Ախուրյանցի անուն լառնակա գնաս, թե փողը հավաքում միանգամից Դուբայ գնա։ Հա, բարձա։ Արփի ինչ որ ասել էր օկտատերեր նաև Աբովյան գնալու հետ կապված են հաշվարկարել։ Այսօր գործընկերներից մեկը մեր հարցումների ժամանակ, հարցրել է Vox փողոցում մարդկանց հարցումների ժամանակ, ասել են էլի, որ լառնակա տատիկի թե պապիկի հարցրել են լառնակա կարող են գնալ 900 դրամով, բան ասել էր ես Աբովյանից եմ, Աբովյանն 300 դրամ արժի։ Փաշինյանը կարա 300 դրամ գնա, թող գնա Այս լառնակա ինչ բան։ Այստեղ Փաշինյանը նաև բանը պարգևավճարների ձեռքբերում է, որ պարգևավճարները ձեռքբերում է։ Հա, ինչն էր հետաքրքիր, որ այսօր Սերգեյ Բագրատյան կարծեմ հարցրեց, որոնք են 3 ձեռքբերումները 5 տարվա ընթացքում, վերջին որպես 3-րդ ձեռքբերում, ասաց, որ այն համակարգը, որ ներդրել են, որով որ նախարարները, պաշտոնյաները պարգևավճարներ են ստանում։ Դե գիտենք, նախարարներից մեկը 9 միլիոն էր ստացել պարգևավճար։ Փաստորեն դարի ձեռքբերումը նաև իրանց պարգևավճար տալն է ժողովուրդը։ 5 տարվա ձեռքբերում։ Արդար։ Այն ինչ պետք է անեինք, որ չեն կարել։ Տարակուսած է վարչապետը, ինչպես կարող են մարդիկ դժգոհ լինել կառավարության աշխատանքից։ Այսինքն ինչ պետք է անենք։ Կենսաթոշակի բարձրացում, առողջության, ապահովագրության համակարգի ներդրում։ Եթ վճարի համակարգը։ Ինչեր ասես, որ չեն կարել, ասում է Փաշինյանը, չեմպիոն անվանում իր կաբինետին։ Տեսեք։ Սոցիալական ոլորտում նախորդ 5 տարվա ընթացքում մենք կներենք, կարող ենք ասենք, որ մենք չեմպիոն ենք։ Որովհետև մենք արել ենք ահռելի բան։ Չեմպիոն կառավարության գլխավոր ձեռքբերումը ըստ վարչապետի խաղաղությունն է։ Մացար։ Իմացանք։ Սա էլ դիտեցինք, եկեք սահուն անցում կատարենք նաև Երևանյան խնդիրներին։ Լառնակային ուղարկում, ինչի գնանք լառնակա։ Ամեն անձրևից հետո Երևանը Վենետիկա, գոնդոլներ առեք։ Չէ, բայց մենակ անձրևին չէ, էլ արդեն ոչ մեղավոր անձրևն է, ոչ ձյունն է, ընդամենը էս Ինչը։ Իշխանությունը։ Օվինյանը։ Իհարկե։ Որ դիտահորը ես հաղորդմանը լավ ուշ եմ եկել, որ խայտարակ խծանում է։ Այս պրոբկեն սարքել են, այս գիշերվա 1000-ին ասֆալտ են փռում 1000-ին, էսի է տեսանյութն։ Գի այս անձրևին ասֆալտ, նայեք։ Դրա համար է։ Հələ ջուրը հաջորդ օրը փոս է լինում։ Խծանումներ, խայտարակ։ Կամ այդ ասֆալտը երևի քանդվում լսում այդ հորերի մեջ։ Նայեք հələ 2 կլաչիկով, այս մեկ, այս էր 2 կլաչիկ։ Ինչի։ Ձեր նայեք։ Այս 2 ինչ։ Գիշերով։ Նայեք։ Աս։ Այս էլ անձրևի ասֆալտը։ Նայեք ասֆալտը։ Դրա համար պիտի ասֆալտը այդ որակը ունենա Երևանում, դրա համար Արագի մեջ գալիճկայի համար անում է։ Նայ, ես օրինակ ես հաղորդմանը այսօր ուշացած եկա հիշում եմ, ու նաև եթե ես օրինակ էլ շատ ավելի կուշանայի, եթե օրինակ մեքենան չթողնեի դիմացի մայթում եւ ոտքով չգայի։ Քեզ փրկես որ քաղցր էր բերել, ներեցինք Միգել Պիեսով պրիպսմեսից։ Բայց կարևորը որ Ավինյանն է ջղայնանում մարդկանց վրա, հա, ասենք քնից հելնում է, ու ընդ որում ասենք մի տեսանյութ էլ ունի։ Վենետիկ, այո, Վենետիկ Երևանի մասին։ Հետո նոր Ավինյանը Երևանի փողոցները նորից վարար գետերի են վերածվել Կիրակի երեկոյան։ Բանա, ստեղ են Հորդանանձրևի պահին Նոր-Նորքում Գյուրջան փողոցում տասնյակ մեքենաներ են գրեթե ջրով Թեթև մարդատար մեքենաները առնվազն կիսով չափ ջրի մեջ են հայտնվել։ Ջրի բարձրությունը որոշ փողոցներում հասել է 1 մետրի։ Սուզանյանը գնաց տեղ։ Հա, գնա։ Չէ, դե արդեն արկաթիլ անձրևի։ Բայց այստեղ առաջարկներ կան, ասում ջրատարները ժամանակին չի մաքրվել, եթե այո, դույլար, կաթիլ, հասի մաքրեք։ Դες մտքեր մի դուր, հիմա պետությունից բանի բյուջեից փող կհանես Սուզանա Վարդանյանի համար տնաշեն։ Իրանց համար, չէ՞, ոչ թե քաղաքացիական։ Իսկ քանից հետո մի բաներ
Ավինյանն է ջղայնանում, ասում ոնց տրանսպորտի փողը կոպեկ առ կոպեկ չեք տալիս, այդ տեսանյութն է մի հատ դիտեք։ Պետք չի նյարդայնանալ, պետք չի ավել որևէ բան։ Երբ որ մարդը չի վճարում, վարորդը թող դադարեցնի երթևեկությունը եւ Ուրեմն մեկը չի վճարում, դադարեց։ Ասենք ես գործից ուշանամ։ Լավ էլի։ Մնացյալ քաղաքացիներին խնդրում եմ աջակցել վարորդին այս գործում, որովհետեւ հերիք եղավ բոլորը։ Նա ինքն է ասում հերիք եղավ։ Իրոք ովքեր չեն վճարում, դա լավ ֆիքսել։ Ամեն ինչի մեջ փաթեթավորելով, չգիտեմ, ասենք տեսնում ես այդ վիդեոները նայում ես, երիտասարդ աղջիկներ են վերջին iPhone-ներով։ Ամոթ է, ժողովուրդ ջան։ Այս միակ բանը, որ ասում սկզբունքից ելնելով։ Չէ, ամոթ է, որ իսկական այս Երևանում այս իրավիճակն է։ Այո, պրոստը փոխանցել վերադարձնել իրան, որովհետև ոչ մի համակարգը, որը նորմալ չէր, չէին փորձարկել, վերեցին ու միանգամից դարձրեցին օգտագործման բան, ու այդ մարդկանց դարձել են խնդիր։ Օրինակ, շատ ժամանակ ես ինքս անկեղծ տրանսպորտով չեմ երթևեկում, դե ավտոն է, ասացի չէ, որ դե Ինչ մագնիշի։ Կիա մագնիշի։ Այդ կարեմլի փողերով է Ինչ շնանոց։ Կարող մտնես լիստեմով կա 2020 թիվ կիա։ Ինչքան է սարը։ Թանկա, թանկ ավտո է։ Չէ, այդքան թանկ չի։ Շուկայական դաշտը $14000 է։ Բենզինով է թե գազով։ Գազ եմ դրել։ Հեղուկա թե ոտ։ Հեղուկ։ Ճիշտեցիք, եկեք մի հատ երկատայ լսենք ու ավարտենք, որովհետև արդեն ժամուկես է, ինձ թվում է արդեն։ Այո, մեր այսօրվա եթերը ավարտենք այս ռոմանտիկ։ Բայց շատ լավ է երկում։ Ես հույս ունեմ, օրինակ Տիկին Կայլյանը այս հաղորդումը կնայի եւ կլսի, որ մենք բոլորս ասում ենք, որ ինքը իսկապես երկը իր մոտ լավ է ստացվում։ Ավելի լավ, քան երևի Հաշվառադատության ոլորտի խնդիրները հաշվի առնելով թող աշխատի մշակույթի նախարար, վերակատարողականներ, դատական համակարգներ, չգիտեմ, արդարադատության հետ կապված Փաշինյանն էլ էր ինքը անձամբ բողոքում ազգային ժողովում էր բողոքում, ասենք այս ինչքան կարանք բան անենք, էլի ասենք ձգենք, ու մարդը երկում է, նախարարը երկում է, այն մի նախարարը պարում է, այն մի նախարարը, չգիտեմ, վարչապետը թմբուկ է նվագում։ Գիտեք վարչապետն է շաբաթօրը, դե մենք արդեն դրան կարողանանք մյուս շաբաթ, բայց դրա հետ կապված հետաքրքիր արդեն տեղեկություններ ունենք։ Ավտո երթ է լինելու դեպի Գյումրի, որից հետո արդեն Գյումրիում երեկոյան լինելու է։ Բայց ասա ինչ լուրեր կան այդ ավտոերթի հետ կապված։ Օրինակ զանգում են մարդկանց եւ ասում են, որ ձեր ավտոներով միացեք ավտոերթին ընտրել։ Տնեցիներին էլ նստացրեք մեքենայի մեջ։ Ըստ լուրերի հարկադրանք կա, որ մարդկանց կոնկրետ մարդկանց, որոնք ասենք հեղինակություններ են, այսպես ասած, իրենց կռուգում հեղինակություններ, ասեն ձեր ավտոներով կգա կմիանաք, սա ուժի ցուցադրություն է, ասում են Գյումրի քաղաքապետին ձերբակալել են, կալանավորել են, ու ասենք առաջ թե Վարդան Ղուկասյանն էր երգում ես արամ Չէ, ծիծաղում են, մարդը լավ տեղում չի էլի, դու չես կարող երգես, նորմալ երգ լսեցինք, էլ մի երգի։ Գալյանը չի երգել ես արամն եմ, քաջարամը։ Ես արամն եմ, քաջարամ, ինձ տանում են կախաղան, կախաղանից իդը գորամ, գեցե անկախ Հայաստան։ Մարդը ինձ տանում են Շնորհակալություն, ես մենք ավարտեցինք ժողովուրդ։ Մինչև վերջ նայեք դրա համար ամեն կերպ փորձում եմ հրիփսիմեի ձայնը։ Ես հարաբերական հաղորդմանը մի հատ բոմ եկեմ որ օպերա։ Եթե կարաս ձայնագրվի, իսկ այսօրվա համար մենք բոլորս նախատեսել էինք այսքանը, չգիտեմ ձեր գլուխները եթե չտարանք, կշարունակեք հետևել մեզ։ Եթե մենք ձեր գլուխները չտարանք, Փայլակի գլուխը հրիփսիմեն տարավ։ Ես շատ ուղիղ ազդեցության տակ եմ այս։ Այսօր ես էի որոշ ամենաշատը խոսեի։ Լավ եղեք։ Փայլակ տարա սրանից անես։ Չէ, չեմ կարող, ես իմ մայկեն ունեմ, որը հագնում եմ։ Այս թազա էր։ Չէ, չեմ արել, հələ ոչ մի բան թազա չեմ արել, ես արդեն փակել, չէ, շնորհակալություն։ Ես ինչ վայր ես, ոնց է կողպեք եմ ես մեր դորանին։ Կամ բա մերի խոթը ձին չանեցինք, տղա ջան, այդ մայկեն ինչ, ասա արդեն մեկնաբանություն եմ գրում։ Գնաս մի հատ մեհյան կսարքես, մերի արձանը կդնես ընդեղ, մոն կվառես, որ իրա խաթր քեզ խնայում ենք։